Պատկերացրեք, հղի եք պարզում եք, որ երբե ավելի միայնակ եք, քան երբե։ Այդպես նա հասկացավ, որ պետք է փախչի, մինչ ուշ լինի։ Բայց ճանապարհին գտածը ամբողջությամբ փոխեց նրա կյանքի ընթացքը։ Լսեք այս պատմությունը մինչ վերջ, որովհետև ճակատագիրը նրա համար դեռ գաղտնիք էր պահել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակելով, Մարինեն նայում էր իր սենյակի պատուհանից, դիտելով, թե ինչպես է Երևան քաղաքը տարածվում բետոնի լույսերի ծովի պես, մինչ ուր հասնում էին նրա աչքերը։ 30-րդ հարկի պենթհաուսից տեսարանն առանձնահատուկ էր, բոլորն ասում էին։ Բայց նրա համար դա պարզապես մեկ արգելք էր իր սրտի իրական աշխարհի մեջ։ Մետաքսև արագույրները նրբորեն ճոճվում էին օդորակիչի հոսանքից, նա մեխանիկական, գրեթե ավտոմատ շարժումներով շոյում էր իր 7 ամսական փորը։ Նա հղի էր։ Պետք է երջանիկ լիներ։ Բայց երջանկությունը հեռավոր, գրեթե տեսական հասկացություն էր թվում, ինչ-որ բան, որի մասին նա կարդացել էր գրքերում, բայց երբեք իրականում չէր զգացել։ Բնակարանն անսահման մեծ էր, ձևավորված մի հայտնի դիզայների կողմից, ում անունը նա դժվարությամբ էր արտասանում։ Իտալական մարմար հատակին, արվեստի գործեր պատերին, ներմուծված կահույք, որն ավելի շատ քանդակներ էր հիշեցնում, քան նստելու տեղեր։ Ամեն ինչ կատարյալ էր։ Ամեն ինչ սառը։ Ամեն ինչ դատարկ։ Էդուարդը նորից ուշ կգար։ Միշտ ուշ էր գալիս։ Կարևոր հանդիպումներ, գործնական ընթրիքներ, անհետաձգելի պարտավորություններ։ Պատճառաբանությունները տարբեր էին, բայց արդյունքը միշտ նույնն էր։ Մարինեն մենակ էր, հաշվելով ժամերը, մինչ քունը վերջապես կգար կազատեր նրան այդ ճնշող լռությունից։ Երբեմն նա իրեն բռնում էր մտածելիս, թե ինչպես կլիներ, եթե այլ ընտրություն կատարեր։ Եթե ավարտեր մանկավարժական ֆակուլտետը, փոխանակ ամեն ինչ թողնելու նրա հետ ամուսնանալու։ Եթե լսեր իր մորը, ով մահացել էր ամուսնությունից անմիջապես առաջ, Մարինեին ավելի խոցելի մենակ թողնելով աշխարհում։ Էդուարդին նա հանդիպեց համալսարանի մոտ գտնվող սրճարանում։ Նա այնտեղ էր կանգ առել հանդիպումների մեջ, իսկ Մարինեն քննության էր սովորում։ Հայացքների հանդիպումը արագ էր, բայց ուժեղ։ Նա մոտեցավ, հմայիչ ինքնավստահ, 10 րոպեից էլ քիչ ժամանակում արդեն ուներ նրա հեռախոսահամարը։ Մարինեն հիշում էր, թե ինչպես էր հիացած այդ առաջին ամիսներին։ Էդուարդը ուշադիր էր, ռոմանտիկ, միշտ թանկարժեք նվերներով, մեծ պլաններով։ Նա ապագայի մասին այնքան վստահությամբ էր խոսում, որ Մարինեն հավատաց, թե վերջապես գտել է իր տեղը աշխարհում։ Ամուսնության առաջարկն արագ եկավ։ Շատ արագ, թերս։ Բայց Մարինեն սիրահարված էր, կարիք ուներ սիրո, մոր կորստից հետո։ Արարողությունը զուսպ էր, միայն նրա մի քանի ընկերները, ոչ ոք իր կողմից, քանի որ նրա ընտանիքը փոքր էր հեռու։ Ամուսնությունից հետո ամեն ինչ սկսեց փոխվել։ Սկզբում նուրբ կերպով, ապա ավելի ակնհայտորեն։ Էդուարդը սկսեց ավելի շատ աշխատել, ավելի ուշ գալ, ավելի քիչ ուշադրությամբ նայել նրան։ Զրույցները մակերեսային դարձան։ Հպումը մեխանիկական դարձավ։ Եվ երբ Մարինեն պատահաբար հղիացավ, նա մտածեց, թե դա կարող է մոտեցնել զույգին։ Ինչքան էր նա սխալվում։ Հղիությունը կարծես էլ ավելի հեռացրեց նրան։ Էդուարդը հազիվ էր նայում նրա փորին։ Չէր հարցնում բժշկական այցելությունների մասին, հետաքրքրություն չէր ցուցաբերում երեխայի իրերի հանդեպ, չէր խոսում երեխայի մասին։ Երբ Մարինեն փորձում էր կիսվել իր որդու առաջին շարժումներն զգալու հուզմունքով, նա ինչ-որ բան էր մրմնջում, հոգնածության մասին փոխում թեման։ Կարծես նրա ներսում աճող երեխան անտեսվող խնդիր լիներ, այլ ոչ թե տոմվող օրհնություն։ Մարինեն խորը հառաչեց, հեռացավ պատուհանից։ Քայլեց դեպի լայն ու ժամանակակից խոհանոց, վերջին սերնդի կենցաղային տեխնիկայով, որը նա հազիվ էր կարողանում օգտագործել։ Բացեց սառնարանը, վերցրեց բնական հյութ, որը տնային աշխատողն էր պատրաստել։ Դանդաղ խմեց, զգալով, թե ինչպես է սառը հեղուկը իջնում կոկորդով։ Նայեց պատի ժամացույցին։ Երեկոյան 7-ն էր։ Էդուարդն ասել էր, որ ժամը 6-ին կգա։ Եվս մեկ խոստում խախտված, երկար ցուցակում, որը նա լուռ պահում էր իր սրտում։ Հեռախոսը զանգահարեց, վախեցնելով նրան։ Էդուարդի քարտուղարուհին էր, տեղեկացնելով, որ նա վերջին րոպեի ընթրիք ունի, ներդրողների հետ կվերադառնա կեսգիշերից հետո միայն։ Մարինեն շնորհակալություն հայտնեց, հոգնած ձայնով անջատեց հեռախոսը։ Նրա մեջ բարկություն չկար, միայն խորը ցավալի հրաժարական։
Վերադարձավ սենյակ, պառկեց թագավորական մահճակալին, որը շատ մեծ էր թվում մեկ մարդու համար, թույլ տվեց արցունքներին լուր հոսել։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ բնակարանի դուռը փակվելու ձայնից։ Էդուարդն արդեն դուրս էր եկել։ Նույնիսկ սենյակ չմտավ, բարի լույս ասելու։ Նա դանդաղ վեր կացավ, զգալով փորի ծանրությունը, մեջքի անհարմարությունը։ Հագուստը փոխեց, հագնելով հարմարավետ համազգեստ, որոշեց դուրս գալ։ Այդ պատերի մեջ մնալը խեղդում էր նրան։ Վերցրեց պայուսակը, իջավ ավտոտնակ։ Վարորդն այնտեղ էր, միշտ հասանելի, բայց այսօր նա ազատեց նրան։ Ցանկանում էր ինքնուրույն վարել, զգալով, որ դեռ ինչ-որ վերահսկողություն ունի իր սեփական կյանքի վրա։ Նստեց մեքենան, ներմուծված ամենագնաց, որը Էդուարդը գնել էր նրա համար, ասելով, որ այն ավելի անվտանգ է հղիության համար։ Վարեց առանց որոշակի նպատակի, պարզապես վայելելով շարժման զգացումը, ինչ-որ տեղ գնալու, թեկուզ չիմանալով ուր։ Վերջում կանգ առավ մոտակա այգում։ Կայանեց, դանդաղ քայլեց ծառապատ ճանապարհներով, դիտելով ընտանիքներին երեխաների հետ, ձեռք ձեռքի տված զույգերին, ծերերին, որոնք աղավնիներ էին կերակրում։ Ամեն ինչ այնքան պարզ էր թվում, այնքան անկեղծ։ Ինչու՞։ Իր կյանքը չէր կարող այդպես լինել։ Ինչու՞։ Փողն ու շքեղությունը ուղեկցվում էին այդքան դատարկությամբ։ Նստեց նստարանին, մի որոշ ժամանակ մնաց այնտեղ, պարզապես դիտելով։ Մի փոքրիկ աղջիկ վազեց նրա մոտ, առաջարկեց մի ծաղիկ, որը նա քաղել էր։ Մարինեն ընդունեց ժպիտով, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Այդպես կլինի։ Իր որդու հետ նա կկարողանա նրան տալ այն սերն ու ուշադրությունը, որին նա արժանի է, նույնիսկ ոսկե վանդակում ապրելով։ Հաջորդ օրերը կրկնվեցին նույն օրինաչափությամբ։ Էդուարդն ավելի ու ավելի հեռու, Մարինեն ավելի ու ավելի մեկուսացված։ Բժշկական այցելություններին նա մենակ էր գնում։ Երեխայի սենյակը կահավորում էին Էդուարդի կողմից վարձված դեկորատորները, առանց որ Մարինեն շատ բան ասելու ընտրությունների մասին։ Կարծես նրա կյանքն ապրում էր ուրիշ մեկը, իսկ նա պարզապես դիտորդ էր։ Հենց այդ մենակ առավոտներից մեկին Մարինեն Էդուարդից հաղորդագրություն ստացավ, որում ասվում էր, որ նա մի քանի օրով գործուղման պետք է մեկներ։ Նա նույնիսկ չպատասխանեց։ Պարզապես նայեց հաղորդագրությանը, հեռախոսը մի կողմ դրեց։ Բայց ինչ-որ բան նրա ներսում սկսեց շարժվել։ Անհանգստություն, անհարմարություն, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Նա վերցրեց նրա նոութբուքը, որը մոռացված էր հյուրասենյակում, բացեց այն։ Նա որևէ կոնկրետ բան չէր փնտրում, պարզապես ցանկանում էր ինչ-որ կերպ կապված զգալ նրա կյանքի հետ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ լուսանկարների պանակ աշխատասեղանին։ Հետաքրքրված, նա սեղմեց։ Եվ նրա աշխարհը փլուզվեց։ Դրանք Էդուարդի լուսանկարներն էին մի կնոջ հետ։ Գեղեցիկ, էլեգանտ կին, խորաթափանց հայացքով, վստահ ժպիտով։ Նրանք ընթրիքների էին, միջոցառումների, ճանապարհորդությունների։ Լուսանկարները հին էին, ակնհայտորեն ամուսնությունից առաջվա, բայց կային նա մի քանի վերջիններ։ Շատ վերջիններ։ Մարինեն զգաց, թե ինչպես է օդը պակասում։ Ձեռքերը դողում էին, երբ նա թերթում էր պատկերները։ Ո՞վ էր այդ կինը։ Ինչու։ Էդուարդը պահում էր այդ լուսանկարները։ Եվ ինչու։ Կային վերջին գրառումներ։ Նա ուժգնորեն փակեց նոութբուքը, վեր կացավ, քայլելով սենյակի մի կողմից մյուսը։ Սիրտը արագ էր բաբախում, միտքը եռում էր անպատասխան հարցերից։ Որոշեց զանգահարել Էդուարդին։ Նա պատասխանեց երրորդ զանգից հետո, անհամբեր ձայնով։ Մարինեն ուղղակիորեն հարցրեց լուսանկարների մասին։ Մյուս կողմից երկար լռություն տիրեց։ Ապա Էդուարդը հառաչեց, ասաց, որ դա անցյալ է, որ դա ոչինչ չի նշանակում, որ նա պարանոիկ է, հղիության հորմոնների պատճառով։ Մարինեն պնդեց, պահանջելով պատասխաններ, բայց նա խուսափեց, ասաց, որ պետք է անջատի հեռախոսը, որ նրան հանդիպման են կանչում։ Զանգն ավարտվեց, Մարինեին էլ ավելի անհանգիստ թողնելով։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Պտտվում էր անկողնում, մտածելով ամեն ինչի մասին, հարցականի տակ դնելով յուրաքանչյուր պահը, Էդուարդին հանդիպելուց ի վեր։ Արդյոք նա երբե իսկապես սիրել էր նրան։ Թե նա պարզապես հարմար շեղում էր եղել։ Եվ այդ կինը լուսանկարներում, ո՞վ էր նա։ Ո՞րն էր նրա դերը Էդուարդի կյանքում։ Հաջորդ օրերը տանջանք էին։
Էդուարդը վերադարձավ ճանապարհորդությունից, բայց էլ ավելի հեռու էր։ Հազիվ էր նայում նրա աչքերին։ Ճաշերը մատուցվում էին լռության մեջ։ Լարվածությունն օդում շոշափելի էր։ Մարինեն մի քանի անգամ փորձեց զրույց սկսել, փորձեց վերականգնել կապը, բայց նա միշտ պատճառաբանություն ուներ հեռանալու համար։ Աշխատանք, հոգնածություն, սթրես, միշտ ինչ-որ բան։ Հենց այդ ժամանակ եկավ հրավերը։ Արվեստի պատկերասրահի բացում Երանի կենտրոնում։ Էդուարդն ասաց, որ պետք է գնա, որ կարևոր հաճախորդներ էին։ Եվ շաբաթների ընթացքում առաջին անգամ նա Մարինեին հրավիրեց ուղեկցել իրեն։ Նա համաձայնեց, հույս ունենալով, որ գուցե դա փոփոխության նշան էր, որ նա փորձում էր նրան նորից ներառել իր կյանքում։ Միջոցառման երեկոյան Մարինեն զգուշությամբ հագնվեց։ Ընտրեց մի զգեստ, որը շեշտում էր փորը, բայց դեռ էլեգանտ էր։ Թեք դիմահարդարում արեց, մազերը հավաքեց ազատ հանգույցով։ Երբ Էդուարդը տեսավ նրան պատրաստ, նա պարզապես գլխով արեց, առանց հաճոյախոսությունների, առանց ժպիտների։ Նրանք միասին իջան ավտոտնակ ուղղորդվեցին պատկերասրահ, նրա մեքենայով։ Միջոցառումը մարդաշատ էր։ Էլեգանտ մարդիկ շրջում էին արվեստի գործերի միջ, ձեռքերին շամպայնի բաժակներ, աշխույժ զրույցներով լցնելով միջավայրը։ Էդուարդին անմիջապես մոտեցան ծանոթները, նա սուզվեց գործնական զրույցների մեջ։ Մարինեն կանգնած էր նրա կողքին, քաղաքավարի ժպտալով, բայց իրեն լիովին օտար էր զգում։ Ոչ ոք չէր խոսում նրա հետ։ Կարծես անտեսանելի լիներ։ Նա խմիչքների սեղանից հյութ էր վերցնում, երբ իր հետից լսեց մի կնոջ ձայն։ Թավշյա ձայն, բայց սառնության երանգով, որը Մարինեին սարսուռ առաջացրեց։ Նա շրջվեց, տեսավ լուսանկարների կնոջը։ Նա այնտեղ էր, մարմնով արյունով, անձամբ էլ ավելի շքեղ։ Նա վերից վար նայեց Մարինեին, հայացքը դիտավորյալ կանգ առնելով փորի վրա, ապա ժպտաց։ Ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Կինը ներկայացավ որպես Վերոնիկա, Էդուարդի հին ընկերուհի։ Հին ընկերուհի։ Մարինեն ոչ մի վայրկյան չհավատաց։ Այն ձև, որով Վերոնիկան նայում էր Էդուարդին, ով մի քանի մետր հեռավորության վրա էր, ամեն ինչ ասում էր։ Եվ այն ձև, որով Էդուարդը նայեց հետ, զարմացած, բայց ոչ անհարմար, հաստատեց Մարինեի ամենավատ մտավախությունները։ Վերոնիկան զրույց սկսեց, հղիության մասին հարցեր տալով կեղծ հետաքրքրությամբ։ Նա մեկնաբանեց, թե ինչքան երիտասարդ է թվում Մարինեն, թե ինչքան հետաքրքիր պետք է լինի Էդուարդի հետ ամուսնացած կյանքը։ Յուրաքանչյուր բառ լցված էր թույնով, քաղաքավարության քողի տակ։ Մարինեն փորձում էր պահել իրեն, բայց իրեն փոքր աննշան էր զգում այդ կնոջ առաջ, ով կարծես Էդուարդին ավելի լավ էր ճանաչում, քան ինքը։ Երեկոն ձգձգվեց։ Մարինեն հեռվից դիտում էր, թե ինչպես էին Էդուարդն ու Վերոնիկան զրուցում, ծիծաղում, իրար հետ հարմարավետ էին թվում։ Ցավը կրծքավանդակում ֆիզիկական էր։ Նա իրեն օտար էր զգում, անծանոթ իր սեփական ամուսնու կյանքում։ Երբ վերջապես կարողացան հեռանալ, Մարինեն հյուծված էր ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով ջախջախված։ Մեքենայում նա հարցրեց Վերոնիկայի մասին։ Էդուարդը խուսափողական էր։ Ասաց, որ նա հին գործընկեր է, ոչ ավելին։ Բայց նրա ձայնի տոնը, այն ձև, որով նա խուսափում էր նայել նրան, ամեն ինչ ցույց էր տալիս, որ այդ պատմության հետում շատ ավելին կար։ Մարինեն չպնդեց։ Նա շատ հոգնած էր վիճելու, ճշմարտություններ պահանջելու համար, որոնք հավանաբար էլ ավելի կվիրավորեին։ Այդ գիշեր, անկողնում պառկած, Մարինեն որոշում կայացրեց։ Նա չէր կարող շարունակել այդպես ապրել։ Նա չէր կարող իր որդուն մեծացնել այդ թունավոր միջավայրում, որտեղ սերը պարզապես դատարկ բառ էր։ Նա պետք է ուժ գտներ իր իրավիճակը փոխելու համար, բայց չգիտեր, որտեղից սկսել։ Նա ֆինանսապես կախյալ էր Էդուարդից, մոտ ընտանիք չուներ, իսկական ընկերներ չուներ։ Երեխան ոտքով հարվածեց նրա ներսում, կարծես պատասխանելով նրա մտքերին։ Մարինեն ձեռքը դրեց փորին լուր խոստում տվեց։ Նա ճանապարհ կգտներ։ Իր այդ երեխայի համար, ով շուտով կգար աշխարհ, նա ճանապարհ կգտներ իր կյանքը արժանապատվորեն վերակառուցելու համար։ Հաջորդ օրերը էլ ավելի խեղդող առօրյա բերեցին։ Էդուարդն ավելի ու ավելի բացակա էր, իսկ երբ ներկա էր, կարծես նրա միտքն ուրիշ տեղ էր։ Մարինեն սկսեց ավելի ուշադիր լինել մանրամասներին։ Նրա հաղորդագրությունները հեռախոսում, միշտ դեմքով ներկդրված։ Զանգերը, որոնց նա պատասխանում էր, սենյակից դուրս գալով։
Տարբեր օծանելիքները, որոնք երբեմն նա զգում էր նրա վրա, երբ նա ուշ էր վերադառնում։ Հենց այդ ժամանակ Մարինեն որոշեց, որ պետք է ճանապարհորդի։ Նա պետք է դուրս գար այդ բնակարանից, այդ քաղաքից, որը սկսում էր խեղդել նրան։ Զանգահարեց համալսարանի հին ծանոթին, ով ապրում էր Գյումրիում, հարցրեց, թե արդյոք կարող է մի քանի օրով այցելել նրան։ Ընկերուհին անմիջապես համաձայնեց, ասելով, որ հիանալի կլինի նորից տեսնել նրան։ Երբ նա Էդուարդին պատմեց ճանապարհորդության մասին, նա հազիվ արձագանքեց։ Պարզապես ասաց, որ նա անի այն, ինչ ուզում է, որ ինքը մինույն է զբաղված կլինի։ Նրա անտարբերությունն ավելի շատ ցավեց, քան ցանկացած կոպիտ խոսք կարող էր ցավեցնել։ Մարինեն հաջորդ շաբաթվա համար տոմս գնեց, սկսեց ուղեբեռը հավաքել։ Ճանապարհորդության օրը Էդուարդն արդեն վաղ առավոտյան դուրս էր եկել։ Մարինեն տաքսի վերցրեց մինչ օդանավակայան։ Շարժումն ինտենսիվ էր, բնորոշ երեքշաբթի առավոտվան Զվարթնոցում։ Նա գրանցվեց, անցավ անվտանգության ստուգումը, գնաց նստեցման դարպաս։ Նա հերթում էր, սպասելով ինքնաթիռ բարձրանալու կանչին, երբ իր հետից աղմուկ լսեց։ Նա շրջվեց, տեսավ մի տեսարան, որից սիրտը կանգ առավ։ Մի տարեց տիկին ընկած էր գետնին, նրա պայուսակը ցրված էր շուրջը, դեմքը ցավից աղավաղված։ Եվ կողքին, անհամբեր ակնհայտորեն զայրացած, կանգնած էր Վերոնիկան։ Կինը նույնիսկ չէր կռացել օգնելու։ Պարզապես հեռանում էր, մրմնջելով ինչ-որ բան այն մարդկանց մասին, ովքեր չեն նայում, թե ուր են գնում։ Մարինեն զգաց, թե ինչպես է վրդովմունքը բարձրանում։ Առանց երկար մտածելու, նա դուրս եկավ հերթից, վազեց տիկնոջ մոտ։ Դժվարությամբ ծնկի իջավ, փորը խանգարում էր նրա շարժումներին, նրբորեն բռնեց տարեց կնոջ ձեռքը։ Կինը նայեց նրան վախեցած, բայց երախտապարտ աչքերով։ Մարինեն օգնեց հավաքել իրերը, օդանավակայանի աշխատակցի կանչեց, համոզվեց, որ տիկինը լավ է։ Տարեց կինը դողացող ձայնով բազմիցս շնորհակալություն հայտնեց։ Ասաց, որ Մարինեն հրեշտակ է, որ քչերը կկանգնեին օգնելու համար։ Մարինեն ժպտաց, զգալով տարօրինակ կապ այդ կնոջ հետ։ Նրա աչքերում կար ինչ-որ բան, ծանոթ տխրություն, որը խորը դիպավ նրա սրտին։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին։ Տիկինն ասաց, որ իր անունը Հեղինե է, որ նա գնում է Գյումրիում մի ծանոթի այցելելու։ Մարինեն մեկնաբանեց, որ ինքն էլ է այնտեղ գնում։ Հեղինեն ժպտաց, ասաց, որ հրաշալի պատահականություն կլինի, եթե նրանք նույն չվերթով լինեն։ Եվ նրանք էին։ Չվերթի ընթացքում, իրար կողքի նստած, Մարինեն Հեղինեն զրուցեցին ինչպես հին ընկերուհիներ։ Տիկինը բարի էր, քնքուշ, անկեղծ ուշադրությամբ լսում էր այն ամենը, ինչ ասում էր Մարինեն։ Մարինեն իրեն բացահայտեց այնպես, ինչպես ամիսներ շարունակ չէր արել։ Խոսեց մենակության, հղիության, ամուսնության մասին, որը կարծես փլուզվում էր։ Նա չհիշատակեց Էդուարդի անունը, բայց նրա ձայնի ցավն ակնհայտ էր։ Հեղինեն լուռ լսում էր, ժամանակ առ ժամանակ սեղմելով Մարինեի ձեռքը։ Երբ նա ավարտեց իր հոգու թեթացումը, տիկինը կիսվեց իր սեփական պատմությունից մի քանիսով։ Խոսեց մի որդու մասին, ում նա այդքան սիրով էր մեծացրել, բայց ով հիմա հեռու էր, կորած ամբիցիայի իշխանության աշխարհում։ Խոսեց իր սեփական ընտանիքի կողմից մոռացվելու մենակության մասին, թե ինչպես էր փողը փոխել իր շրջապատի մարդկանց։ Մարինեն խորը կապ զգաց այդ կնոջ հետ։ Կարծես նրանք ապրում էին նույն ցավի տարբեր տարբերակներով։ Երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց, նրանք հրաժեշտ տվեցին ամուր գրկախառնվելով, հեռախոսահամարներ փոխանակեցին, խոստացան նորից հանդիպել։ Այն, ինչ Մարինեն չգիտեր, երբ քայլում էր դեպի օդանավակայանի ելքը, այն էր, որ այդ պատահական հանդիպումը կփոխեր իր ամբողջ կյանքի ընթացքը։ Եվ որ բարի կինը, ում նա օգնել էր, իրականում Հեղինե Թավարեսն էր։ Էդուարդ Թավարեսի մայրը, ամուսնու, ով նրան վերաբերվում էր այնպես, կարծես անտեսանելի լիներ։ Մարինեն 5 օր անցկացրեց Գյումրիում, հյուրընկալվելով իր համալսարանական հին ընկերուհի Պատրիցիայի տանը։ Դրանք ամիսներ շարունակ չզգացվող թեթության օրեր էին։ Նրանք քայլում էին լողափով լուսաբացին, զրուցում էին մինչ ուշ գիշեր, ուտում տնական ուտեստներ, պատրաստված սիրով։ Պատրիցիան նույնպես հղի էր, 4 ամսական, երկուսն էլ կիսում էին մայրության մասին փորձառությունները, վախերն ու երազանքները, որը մոտենում էր։ Ամբողջ մնալու ընթացքում Մարինեն հաղորդագրություններ էր փոխանակում Հեղինեի հետ։ Տարեց տիկինը ուներ այն հազվագյուտ կարողությունը, որ մարդ իրեն իսկապես լսված զգար։ Նրա խոսքերը միշտ բարի էին, բայց դրանցում կար իմաստություն, որը գալիս էր նրանից, ով շատ էր ապրել, սովորել ցավից։
Նրանք պայմանավորվեցին հանդիպել վերջին օրը, նախքան Մարինեի երան վերադառնալը։ Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու հին թաղամասի հմայիչ սրճարանում։ Հեղինեն ժամանեց ժամանակին, հագնված պարզ, բայց էլեգանտ։ Նրանք գրկախառնվեցին ինչպես մայր դուստր, նստեցին պատուհանի մոտ, որտեղից կարող էին տեսնել լողափի շարժը։ Ժամեր շարունակ զրուցեցին։ Հեղինեն ցանկանում էր ամեն ինչ իմանալ Մարինեի հղիության, նրա ապագա պլանների, նրա երազանքների մասին։ Եվ Մարինեն, զգալով մի վստահություն, որը հազվադեպ էր զգում որևէ մեկի հետ, բացեց իր սիրտը։ Հենց այդ ժամանակ զանգահարեց Հեղինեի հեռախոսը։ Տիկինը նայեց էկրանին, նրա դեմքը փակվեց։ Նա անջատեց զանգը, չպատասխանելով։ Մարինեն նկատեց փոփոխությունը, հարցրեց, թե ամեն ինչ կարգին է։ Հեղինեն խորը հառաչեց, առաջին անգամ ավելի բացահայտ խոսեց իր որդու մասին։ Նրա անունը Էդուարդ էր, ասաց նա։ Հաջողակ, հարուստ, հզոր մարդ։ Բայց ով կորել էր ճանապարհին։ Ով փոխել էր այն արժեքները, որոնք ինքը փորձել էր սովորեցնել ամբիցիայի կարգավիճակի հետ։ Ով գրեթե մոռացել էր իրեն, իր ֆինանսական կայսրությունը կառուցելուց հետո։ Հեղինեն մենակ էր ապրում մի պարզ բնակարանում, առանց շքեղությունների, մինչդեռ որդին ապրում էր պենթհաուսում, Երանի կենտրոն թաղամասում։ Նա մի քանի անգամ օգնություն էր խնդրել, ոչ թե ֆինանսական, այլ էմոցիոնալ, նա միշտ շատ զբաղված էր նրան պատասխանելու համար։ Մարինեն լսում էր սեղմված սրտով։ Էդուարդ անունը տարածված էր, նա մտածեց։ Չէր կարող այդքան անհեթեթ զուգադիպություն լինել։ Բայց ինչ-որ բան նրա ստամոքսում պտտվում էր։ Նա դողացող ձայնով հարցրեց, թե ո՞րն է նրա ամբողջական ազգանունը։ Հեղինեն մի պահ վարանեց, ապա պատասխանեց. Էդուարդ Թավարես։ Մարինեի աշխարհը կանգ առավ։ Օդը պակասեց։ Ձեռքերը սկսեցին դողալ։ Հեղինե Թավարես։ Էդուարդ Թավարես։ Կինը, ում նա օգնել էր օդանավակայանում, ում հետ այդքան անկեղծ կապ էր ստեղծել, նրա ամուսնու մայրն էր։ Սկեսուրը, ում նա երբեք չէր ճանաչել, քանի որ Էդուարդը երբեք չէր հիշատակում նրան, երբեք չէր տանում նրան այցելելու, երբեք թույլ չէր տալիս, որ նա լինի իրենց կյանքի մաս։ Արցունքները եկան, նախքան Մարինեն կկարողանար դրանք կառավարել։ Հեղինեն, վախեցած, բռնեց նրա ձեռքերը, հարցրեց, թե ինչ է կատարվում։ Եվ Մարինեն, հեկեկոցների միջով, պատմեց ճշմարտությունը։ Պատմեց, որ ամուսնացած է Էդուարդի հետ, որ հղի է Հեղինեի թոռնիկով, որ ապրում է սառը դատարկ ամուսնության մեջ, որտեղ իրեն զգում է որպես դեկորատիվ առարկա, այլ ոչ թե սիրելի կին։ Հեղինեն գունատվեց։ Նրա սեփական արցունքները սկսեցին հոսել։ Երկու կանայք գրկախառնվեցին այնտեղ, սրճարանի մեջտեղում, միասին լացելով լքվածության, մերժվածության, մենակության ցավը, պարտադրված մի մարդու կողմից, ով պետք է սիրեր նրանց, բայց ով ընտրել էր եսասիրությունը։ Մյուս հաճախորդները հետաքրքրությամբ էին նայում, բայց նրանք չէին հոգում։ Այդ պահին նրանք միմյանց մեջ գտել էին այն մխիթարությունը, որին այդքան ժամանակ փնտրում էին։ Երբ վերջապես հանդարտվեցին, Հեղինեն ձեռքերով բռնեց Մարինեի դեմքը, խորը նայեց նրա աչքերին։ Ասաց, որ այդ պահից սկսած, նրանք միմյանց համար կլինեն այն, ինչ Էդուարդը հրաժարվում էր լինել։ Որ կաջակցեն, կհոգան միմյանց մասին, միասին կդիմակայեն այն ամենին, ինչ անհրաժեշտ է։ Մարինեն գլխով արեց, ամիսների ընթացքում առաջին անգամ զգալով մի ուժ, որը չգիտեր, որ դեռ ուներ։ Նրանք միասին վերադարձան Երան նույն չվերթով։ Ճանապարհորդության ընթացքում նրանք պլանավորեցին, թե ինչ կանեն։ Հեղինեն պաշտոնապես կծանոթանա հարսի ապագա թոռնիկի հետ։ Մարինեն կբախվի Էդուարդի հետ իր սեփական մորը լքելու համար։ Հեշտ չէր լինի, բայց անհրաժեշտ էր։ Երկուսն էլ համաձայնեցին, որ այլս չեն կարող ապրել մի մարդու ստվերում, ով մոռացել էր, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Երբ Մարինեն ուշ գիշերով հասավ բնակարան, Էդուարդին գտավ աշխատասենյակում, ինչպես միշտ աշխատելիս։ Նա հազիվ էր աչքերը բարձրացրել, երբ Մարինեն մտավ։ Հարցրեց, թե ճանապարհորդությունը լավ անցել էր, բայց տոնը մեխանիկական էր, անտարբեր։ Մարինեն խորը շունչ քաշեց, ասաց, որ պետք է խոսեն։ Նա հառաչեց, զայրացած, ասաց, որ լավ պահ չէ։ Բայց Մարինեն չնահանջեց։ Առաջին անգամ նա պարտադրեց իր ներկայությունը։ Ասաց, որ Գյումրիում ինչ-որ մեկին է հանդիպել։ Շատ հատուկ մեկին։ Եվ ապա, դիտելով նրա արձագանքը, բացահայտեց.
Նա հանդիպել էր Հեղինե Թավարեսին։ Նրա մորը Էդուարդը սառեց։ Ձեռքին բռնած գրիչը ընկավ սեղանին։ Նա նայեց Մարինեին մի արտահայտությամբ, որը խառնում էր ցնցում, զայրույթ ինչ-որ բան, որը կարող էր վախ լինել։ Հարցրեց, թե ինչպես էր դա պատահել։ Մարինեն պատմեց օդանավակայանի ընկնելու այն մասին, թե ինչպես էր օգնել տիկնոջը, չիմանալով, թե ով է նա։ Եվ թե ինչպես օրեր անց նրանք հայտնաբերել էին այն կապը, որը միավորում էր նրանց։ Էդուարդը կտրուկ վեր կացավ, աթոռը ճռճռացնելով հատակին։ Սկսեց քայլել մի կողմից մյուսը, ձեռքերով մազերը շոյելով։ Ասաց, որ Մարինեն իրավունք չունի խառնվել իր ընտանեկան գործերին։ Որ իր մոր հարաբերությունները բարդ չեն վերաբերում նրան։ Մարինեն, մի հանգստությամբ, որը զարմացրեց իրեն, պատասխանեց, որ երբ նա իրեն կին դարձրեց, երբ նրան հղիացրեց, նա դարձավ այդ ընտանիքի մաս, անկախ նրանից, նա դա կցանկանար, թե ոչ։ Վեճը սրվեց։ Էդուարդը բղավում էր, ասելով, որ Մարինեն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել իրեն, որ նա ազդեցության տակ է մի դառնացած կնոջ կողմից։ Մարինեն արցունքներն աչքերին, բայց ամուր ձայնով պատասխանեց, որ միակ դառնացած մարդն այնտեղ ինքն է, ով ամեն ինչ ուներ, բայց չէր կարողանում տեսնել այն, ինչ իսկապես կարոր էր։ Որ նա մենակության սառնության կայսրություն էր կառուցում։ Էդուարդն այնուհետ ասաց մի բան, որը Մարինեի սիրտը էլ ավելի փոքր կտորների բաժանեց։ Ասաց, որ հղիությունը սխալ էր։ Որ նրանք չպետք է ամուսնանային։ Որ ինքը դեռ սիրում էր ուրիշ մեկին փորձել էր մոռանալ, բայց չէր կարողանում։ Վերոնիկայի անունը դուրս եկավ նրա շուրթերից, որպես ակամա խոստովանություն։ Մարինեն զգաց, կարծես հարվածել էին իր ստամոքսին։ Ամեն ինչ հիմա իմաստ ուներ։ Հեռավորությունը, սառնությունը, բացակայությունները։ Էդուարդը երբեք չէր հաղթահարել Վերոնիկային։ Եվ Մարինեն միամիտ կարիքավոր, պարզապես անհաջող փորձ էր եղել լրացնելու մի դատարկություն, որը պատկանում էր ուրիշ մեկին։ Նա հարցրեց, կոտրված ձայնով, թե ինչու էր նա ամուսնացել իր հետ այդ դեպքում։ Էդուարդը լռեց, այդ լռությունն ավելի հռետորական էր, քան ցանկացած պատասխան։ Այդ գիշեր Մարինեն քնեց հյուրասենյակում։ Ոչ թե այն պատճառով, որ Էդուարդը խնդրել էր, այլ այն պատճառով, որ նա այլս չէր կարող տանել մահճակալը կիսելու գաղափարը մեկի հետ, ով երբեք իսկապես իրենը չէր եղել։ Նա լացեց մինչ արցունքները սպառվեցին, բարձին գրկած, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես փորձում էր մխիթարել իրեն։ Հաջորդ օրերը լարված էին։ Էդուարդը վաղ էր դուրս գալիս, ուշ էր վերադառնում, խուսափելով ցանկացած շփումից։ Մարինեն օրերն անցկացնում էր տանը, բայց հիմա նոր նպատակով։ Ամեն օր զանգում էր Հեղինեին։ Սկեսուրը այցելում էր նրան, երբ Էդուարդը բացակա էր, երկուսը ժամերով զրուցում էին, պլանավորելով, փոխադարձաբար աջակցելով միմյանց։ Հեղինեն կիսվում էր Էդուարդի մանկության պատմություններով, թե ինչպես էր նա քաղցր ու երազկոտ տղա եղել, նախքան հոր վաղաժամ մահը նրան իշխանության վերահսկողության մոլուցքով տարված մեկի վերածեց։ Հենց Հեղինեն առաջարկեց Մարինեին վերադառնալ ուսման։ Որ նա վերսկսի ուսուցչուհի դառնալու իր երազանքները։ Որ կառուցի իր սեփական ֆինանսական անկախությունը իր ապագա երեխայի համար։ Մարինեն սկզբում անհնար համարեց։ Բայց Հեղինեն պնդեց, ասելով, որ ինչ-որ գումար ուներ պահած, որ կարող էր օգնել։ Մարինեն մերժեց ֆինանսական օգնությունը, բայց ընդունեց էմոցիոնալ խրախուսանքը։ Նա սկսեց ուսումնասիրել առցանց դասընթացներ, փնտրել փոքր աշխատանքներ, որոնք կարող էր անել տանից։ Թարմացրեց իր ռեզյումեն, թեկուզ համեստ էր։ Միացավ ձեռնարկատեր մայրերի խմբերին, խորհրդատվություն փնտրեց։ Յուրաքանչյուր փոքր քայլ հաղթանակ էր անզորության զգացումի դեմ, որը տիրել էր նրա կյանքին վերջին ամիսներին։ Հենց այդ կեսօրներից մեկին, երբ նա համացանցում էր զննում, Մարինեն մի հայտարարություն գտավ մասնավոր դպրոցում վարչական օգնականի թափուր աշխատատեղի մասին։ Աշխատանքային ժամերը ճկուն էին, կատարյալ ապագա մոր համար։ Առանց շատ մտածելու, նա ուղարկեց իր ռեզյումեն։ Ի զարմանս իրեն, նրան հրավիրեցին հարցազրույցի հաջորդ շաբաթ։ Նա պատմեց Հեղինեին, ով ուրախացավ։ Բայց Էդուարդին ոչինչ չասաց։ Նա արժանի չէր իմանալու։ Նա այնքան հեռու էր, այնքան խորասուզված իր աշխարհում, որ հավանաբար նույնիսկ չէր նկատի, եթե նա աշխատանք գտներ։ Հարցազրույցի օրը Մարինեն զգուշությամբ հագնվեց։ Ընտրեց պրոֆեսիոնալ, բայց հարմարավետ հագուստ, մազերը հավաքեց, թեթ դիմահարդարում արեց։
Նա նայեց հայելու մեջ տեսավ իր մի տարբերակը, որը մոռացել էր, որ գոյություն ունի, վճռական, կարող, ուժեղ կին։ 8 ամսական փորը ակնհայտ էր, բայց նա այն հպարտությամբ էր կրում հիմա, այլս ոչ թե ամոթով կամ անվստահությամբ։ Հարցազրույցն ավելի լավ անցավ, քան նա սպասում էր։ Դպրոցի տնօրենը, 50-ամյա մի կին, Կլաուդիա անունով, ջերմ էր հասկացող։ Հարցրեց հղիության մասին, նրա պլանների մասին, Մարինեն անկեղծ էր։ Ասաց, որ աշխատանքի կարիք ունի ոչ միայն փողի համար, այլ իր սեփական մտավոր առողջության համար։ Կլաուդիան ժպտաց ասաց, որ հիանում է նրա քաջությամբ։ Մարինեն հարցազրույցից դուրս եկավ մի թեթության զգացումով, որը երկար ժամանակ չէր զգացել։ Նա չգիտեր, կստանա աշխատանքը, բայց պարզապես փորձելու փաստն արդեն հաղթանակ էր։ Նա զանգահարեց Հեղինեին հենց դպրոցից դուրս գալուց հետո ամեն ինչ պատմեց ոգորված։ Սկեսուրը ուրախությունից լացեց հեռախոսի մյուս ծայրում, ասելով, որ հպարտ է։ Բայց կյանքը, ինչպես Մարինեն էր սովորում, հազվադեպ էր ուղիղ ճանապարհով ընթանում։ Երբ նա այդ կեսօրին տուն վերադարձավ, Էդուարդին գտավ հյուրասենյակում, ինչը անսովոր էր այդ ժամին։ Եվ նրա կողքին, բազմոցին նստած, կարծես տան տիրուհին լիներ, Վերոնիկան էր։ Մարինեն կանգ առավ դռան մոտ, արյունը սառել էր երակներում։ Վերոնիկան նայեց նրան նույն սառը ժպիտով, ինչ արվեստի պատկերասրահում, Էդուարդը անհարմար էր թվում, բայց ոչ զարմացած։ Մարինեն հարցրեց, թե ինչ է կատարվում, փորձելով ձայնը ամուր պահել։ Էդուարդը վեր կացավ ասաց, որ իրենք երեքով պետք է խոսեն։ Որ ժամանակն է ամեն ինչի մասին անկեղծ լինելու։ Մարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում, բայց թուլություն չցուցաբերեց։ Մտավ սենյակ, պայուսակը մի կողմ դրեց, ձեռքերը կրծքին խաչեց, սպասելով։ Առաջինը Վերոնիկան խոսեց։ Հաշվարկված հանգստությամբ ասաց, որ ինքն ու Էդուարդը երկար ու բարդ անցյալ ունեն։ Որ իրար սիրել են ուժեղ, բայց ինքը ընտրել էր արտասահմանյան կարիերան, հարաբերությունների փոխարեն։ Որ դա սխալ էր եղել։ Եվ որ հիմա, Հայաստան վերադառնալով, ցանկանում էր վերականգնել այն տարածքը, որը միշտ իրենն է եղել։ Մարինեն նայեց Էդուարդին, սպասելով, որ նա կհերքի, կպաշտպանի իր ամուսնությունը, կցուցաբերի որոշակի հարգանք հղի կնոջ հանդեպ։ Բայց նա պարզապես շեղեց հայացքը։ Նրա լռությունը այն հաստատումն էր, որի կարիքը Մարինեն ուներ։ Նա ծիծաղեց, առանց հումորի ծիծաղ, լի դառնությամբ։ Ասաց, որ նրանք կարող են իրենց հարմարավետ զգալ։ Որ ինքը չի պայքարի մեկի համար, ով երբեք իսկապես իրենը չի եղել։ Որ ինքն ավելին է արժանի, որ իր որդին ավելին է արժանի։ Վերոնիկան փորձեց ինչ-որ բան ասել, բայց Մարինեն ընդհատեց նրան ձեռքի շարժումով։ Նա այլևս չէր ցանկանում լսել այդ կնոջից։ Նա շրջվեց դեպի Էդուարդը ասաց, որ նա պետք է որոշի, թե ինչ է ուզում։ Որ ինքն այլևս դեկորատիվ առարկա չի լինի նրա կյանքում, սպասելով ուշադրության մանրուքների։ Որ կամ նա կստանձնի իր ամուսնու հոր դերը, կամ ինքը կշարունակի առանց նրա։ Էդուարդը լռեց, Մարինեն հասկացավ, որ պատասխանը այդ լռության մեջ էր։ Վերցրեց պայուսակը, դուրս եկավ բնակարանից, նրանց երկուսին թողնելով այնտեղ։ Իջավ մինչ ավտոկայանատեղի, նստեց մեքենան վարեց։ Նա չգիտեր, ուր էր գնում, պարզապես պետք էր դուրս գալ այնտեղից։ Արցունքները մշուշում էին նրա տեսողությունը, բայց նա շարունակում էր վարել, փորձելով շնչել, փորձելով ամեն ինչ մարսել։ Վերջում կանգ առավ այն շենքի դիմաց, որտեղ ապրում էր Հեղինեն։ Բարձրացավ սկեսուրի բնակարան, թակեց դուռը։ Երբ Հեղինեն բացեց, տեսավ Մարինեի վիճակը, անմիջապես ներս քաշեց նրան գրկեց։ Մարինեն փլուզվեց այնտեղ, լացելով մանուկի պես, պատմելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Հեղինեն ամուր բռնեց իր հարսին, շոյելով նրա մազերը, մրմնջելով մխիթարական խոսքեր։ Ասաց, որ Մարինեն միշտ տուն կունենա իր մոտ։ Որ նա մենակ չէ։ Որ միասին նրանք ճանապարհ կգտնեն։ Այդ գիշեր Մարինեն քնեց Հեղինեի տան բազմոցին, ծածկված փափուկ վերմակով շրջապատված անկեղծ քնքշանքով, որին այդքան ժամանակ փնտրում էր։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա խորը քնեց, առանց մղձավանջների, առանց տագնապի։ Երեխան նրա ներսում նույնպես ավելի հանգիստ էր թվում, կարծես զգում էր, որ վերջապես այնտեղ են, որտեղ պետք է լինեին։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ սուրճի տապակած հացի հոտից։ Հեղինեն փոքր, բայց հարմարավետ խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստում։ Նրանք միասին կերան, խոսեցին հաջորդ քայլերի մասին։ Մարինեն ասաց, որ պետք է վերադառնա բնակարան, իր իրերը վերցնելու։
Հեղինեն առաջարկեց ուղեկցել նրան, բայց Մարինեն մերժեց։ Դա մի բան էր, որը նա պետք է մենակ աներ։ Նա վերադարձավ բնակարան կեսօրին մոտ։ Էդուարդը չկար։ Հավանաբար աշխատասենյակում էր, մտածեց նա։ Սկսեց առանձնացնել իր հագուստը, անձնական իրերը, երեխայի իրերը, որոնք արդեն գնել էր։ Շատ չէր։ Տխրությամբ հասկացավ, որ գրեթե 2 տարվա ամուսնության ընթացքում շատ քիչ բան էր կուտակել, որն իսկապես իրենն էր։ Նա ավարտում էր ուղեբեռը հավաքելը, երբ դուռը բացվելու ձայն լսեց։ Էդուարդը մտավ, կանգ առավ, տեսնելով ուղեբեռները, նրա դեմքի ինչ-որ բան փոխվեց։ Շաբաթների ընթացքում առաջին անգամ Մարինեն այնտեղ տեսավ անկեղծ հույս։ Կարծես խուճապ լիներ։ Նա հարցրեց, թե ինչ էր անում։ Մարինեն հանգիստ պատասխանեց, որ հեռանում է։ Որ նա արդեն պարզ էր դարձրել, թե ինչ է ուզում, որ ինքը չի մնա այնտեղ, որտեղ ցանկալի չէ։ Էդուարդը փորձեց վիճել, ասաց, որ նա շտապում է, որ նրանք կարող են խոսել։ Բայց Մարինեն այլևս չէր ցանկանում խոսել։ Նա չափազանց շատ էր խոսել, չափազանց շատ էր փորձել, չափազանց շատ էր սպասել։ Ասաց, որ նա կատարի իր ընտրությունները, որ ստանձնի հետանքները։ Եվ ինչ վերաբերում է երեխային, նա կհամոզվի, որ նա ստանա այն սերն ու կայունությունը, որին արժանի է, թեկուզ առանց հոր ներկայության։ Էդուարդը փորձեց բռնել նրան, երբ նա վերցրեց ուղեբեռները, բայց Մարինեն ազատվեց։ Վերջին անգամ նայեց նրա աչքերին, այնտեղ տեսավ ոչ թե սեր, այլ պարզապես վախ, կորցնելու վերահսկողությունը, տեսնելու իր կատարյալ կերպարը փլուզվող։ Դա նրա համար չէր, որ նա անհանգստանում էր, այլ իր համար։ Մարինեն բարձր գլխով դուրս եկավ բնակարանից, ձեռքերում ծանր ուղեբեռները, սիրտը, պարադոքսալ կերպով, ավելի թեթ, քան ամիսներ շարունակ եղել էր։ Նա գիտեր, որ առջում դժվար ճանապարհ կա, որ մարտահրավերներ կլինեն, բայց նա գիտեր, որ այլս մենակ չէ։ Նա ուներ Հեղինեին։ Նա ուներ իրեն։ Եվ նա ուներ մի երեխա, ով շուտով կգար աշխարհ, ով արժանի էր տեսնել իր մորը ուժեղ քաջ։ Մինչ վերելակը իջնում էր, Մարինեն ձեռքը դրեց փորին շշնջաց մի խոստում։ Խոստացավ, որ իր որդին կմեծանա, իմանալով, թե ինչ է իսկական սերը։ Որ կունենա մի մայր, ով կպայքարի նրա համար, ով երբեք չի լքի նրան, ով միշտ կդնի նրա կարիքները ամեն ինչից վեր։ Եվ որ, անկախ նրանից, թե ինչ կպատահի, նրանք միասին կլինեն, քաջությամբ դիմակայելով աշխարհին։ Վերելակի դռները բացվեցին առաջին հարկում, Մարինեն քայլեց դեպի մեքենան։ Կեսօրվա արը լուսավորում էր Երանի փողոցները, երկար ժամանակ հետո առաջին անգամ այդ լույսը սպառնալից չէր թվում, այլ լի էր հնարավորություններով։ Նոր կյանք էր սկսվում ոչ միայն նրա ներսում աճող երեխայի համար, այլ իր համար։ Եվ Մարինեն պատրաստ էր գրկել այն իր բոլոր ուժերով։ Հեղինեի տանն անցկացրած առաջին օրերը հարմարվողականության բացահայտումների խառնուրդ էին։ Բնակարանը փոքր էր, շատ տարբեր շքեղ պենթհաուսից, որտեղ Մարինեն ապրել էր, բայց այնտեղ կար մի բան, որը փողով հնարավոր չէր գնել՝ մարդկային ջերմություն։ Հեղինեն վաղ էր արթնանում, նախաճաշ էր պատրաստում, միշտ հարցնելով, թե ինչպես էր Մարինեն քնել, արդյոք երեխան ոտքով հարվածել էր գիշերը, արդյոք նրան ինչ-որ բան էր պետք։ Դա այն ուշադրության տեսակն էր, որը Մարինեն երբեք չէր ստացել Էդուարդից։ Մարինեն օգնում էր տնային գործերում այնքան, որքան նրա փորը թույլ էր տալիս։ Լվանում էր ամանեղենը, ծալում հագուստը, կազմակերպում տունը։ Հեղինեն պնդում էր, որ նա հանգստանա, բայց Մարինեն բացատրում էր, որ պետք է իրեն օգտակար զգա, որ պարզապես կանգնած մնալը իր միտքը մութ տեղեր էր տանում։ Երկուսն էլ հարմարավետ առօրյա էին ստեղծել, որտեղ յուրաքանչյուրը հարգում էր մյուսի տարածքը, բայց միշտ այնտեղ էին, երբ մյուսին կարիք կար։ Հենց երրորդ օրը Մարինեն զանգ ստացավ դպրոցից։ Կլաուդիան, տնօրենը, զանգում էր ասելու, որ Մարինեն ստացել է աշխատատեղը։ Նա կսկսեր 2 շաբաթից, ուսումնական տարվա նախապատրաստական շրջանից հետո։ Աշխատավարձը բարձր չէր, բայց դա իրենն էր, ձեռք բերված սեփական արժանինքներով։ Մարինեն անջատեց հեռախոսը, լացեց, այս անգամ ուրախության թեթության արցունքներով։ Հեղինեն, ով կողքին էր, ամուր գրկեց նրան, կիսելով այդ հաղթանակը, կարծես իրենն էլ լիներ։ Մինչ Մարինեն սկսում էր վերակառուցել իր կյանքը, Էդուարդն անցնում էր իր սեփական տանջանքների միջով։ Վերոնիկան մուտք էր գործել նրա կյանք, այն հեշտությամբ, ով երբեք իսկապես չէր հեռացել։ Հաճախակի ընթրիքներ, միասին սոցիալական միջոցառումներ, հանդիպումներ, որոնք պատահական էին թվում, բայց խնամքով կազմակերպված էին։ Նա այն ամենն էր, ինչ Մարինեն չէր, ինքնավստահ, ամբիցիոզ, կատարելապես տեղավորվող Էդուարդի կորպորատիվ աշխարհում։
բայց ինչ-որ բան պակասում էր։ Մի դատարկություն, որը Էդուարդը չէր կարողանում անվանել, բայց որը զգում էր ամեն անգամ, երբ փողոցում հղի կին էր տեսնում կամ այգում երջանիկ ընտանիք։ Վերոնիկան նկատում էր նրա շեղվածությունը։ Անընդհատ հարցնում էր Մարինեի երեխայի մասին, հետաքրքրությունը քողարկելով որպես անհանգստություն։ Էդուարդը խուսափում էր թեմայից, բայց նա պնդում էր։ Ասում էր, որ նա պետք է լուծեր այդ իրավիճակը, որ նա չէր կարող կողքի վրա մնալ, որ կամ նա կստանձներ ամուսնությունը, կամ վերջնականապես կբաժանվեր։ Էդուարդը մրմնջում էր, որ դա բարդ է, որ ժամանակի կարիք ուներ, բայց Վերոնիկան համբերությունը կորցնում էր։ Հենց այդ երեկոներից մեկին, լարված ընթրիքից հետո, Վերոնիկան վերջապես բախվեց Էդուարդի հետ։ Ասաց, որ ինքը վերադարձել է Հայաստան նրա համար, որ հրաժարվել է արտասահմանյան հնարավորություններից վերակառուցելու այն, ինչ նրանք կորցրել էին։ Եվ որ եթե նա պատրաստ չէր անցյալը թողնելու, ապա ինքն էլ չէր սպասի։ Էդուարդը փորձեց հանդարտեցնել նրան, բայց խոսքերը դատարկ էին հնչում նույնիսկ իր համար։ Մինչդեռ Մարինեն իր առաջին այցելությունն էր ունենում նոր մանկաբարձի մոտ, առաջարկված Հեղինեի կողմից։ Բժշկուհի Բեատրիսը փորձառու բարի կին էր, ով զգուշությամբ զննեց Մարինեին հայտարարեց, որ թե ինքը, թե երեխան առողջ են, չնայած վերջին սթրեսին։ Առաջարկեց չափավոր հանգիստ, հավասարակշռված սնունդ, ամենից առաջ էմոցիոնալ խաղաղություն։ Մարինեն խոստացավ փորձել։ Հեղինեն ուղեկցում էր Մարինեին բոլոր այցելություններին, ինչպես մայրը կաներ։ Բռնում էր նրա ձեռքը ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ, հուզվում էր լսելով երեխայի սրտի բաբախը, օգնում էր ընտրել այն հագուստներն ու տակտիրները, որոնք Մարինեն գնում էր իր խնայած փողով։ Նա այն տատիկն էր, որին արժանի էր այդ երեխան, Մարինեն ամեն օր շնորհակալ էր օդանավակայանում այդ պատահական հանդիպման համար։ Մի կեսօր, երբ նրանք կազմակերպում էին այն սենյակը, որը Հեղինեն պատրաստել էր երեխայի համար բնակարանի երկրորդ սենյակում, Մարինեն Էդուարդից հաղորդագրություն ստացավ։ Այն երկար էր, լի ներողություններով, շփոթեցնող բացատրություններով։ Նա ասում էր, որ շփոթված է, որ պետք է խոսեն, որ կարոտում են նրան։ Մարինեն կարդաց վերընթերցեց հաղորդագրությունը, սիրտը սեղմված։ Ցույց տվեց Հեղինեին, ով խորը հառաչեց։ Սկեսուրն ասաց, որ որոշումը Մարինեինն է, բայց որ նա պետք է մտածեր ոչ միայն այն մասին, թե ինչ է ուզում սիրտը, այլ այն մասին, թե ինչն է լավագույնը իր որդու համար։ Որ յուրաքանչյուր երեխա արժանի է ներկա հոր, բայց որ ավելի լավ է ընդհանրապես հայր չունենալ, քան ունենալ հայր, ով այնտեղ է միայն պարտավորությունից կամ մեղքից դրդված։ Մարինեն գլխով արեց, իմանալով, որ Հեղինեն ճիշտ է։ Հեռախոսը մի կողմ դրեց, չպատասխանելով։ Եթե Էդուարդն իսկապես ցանկանար խոսել, պետք է ավելին աներ, քան հաղորդագրություն ուղարկելը։ Այն, ինչ Մարինեն չգիտեր, այն էր, որ Էդուարդի կյանքում շատ ավելի մեծ խնդիրներ էին առաջանում։ Նրա 5 գործընկերներից մեկը, Ռոբերտ Մենդեսը, վերադարձել էր Միացյալ Նահանգներում անցկացրած շրջանից փնտրել Էդուարդին, կապը վերականգնելու համար։ Էդուարդը զարմացած անհանգիստ էր։ Ռոբերտը եղել էր նրա գործընկերը բիզնեսի առաջին տարիներին, բայց նրանք բաժանվել էին բարդ պայմաններում։ Կային չհաշվառված գումարներ, կասկածելի որոշումներ, համաձայնագրեր, որոնք մնացել էին օրինականության մոխրագույն գոտում։ Ռոբերտը հիմա եկել էր վստահ տեսքով ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նա ճաշ նշանակեց թանկարժեք ռեստորանում, պատառաքաղների ու գինու կումերի միջ պարզ դարձրեց իր նպատակը։ Նա ցանկանում էր վերադառնալ բիզնես Էդուարդի հետ։ Կամ ավելի ճիշտ, նա ցանկանում էր զգալի մասնակցություն ներկայիս ընկերությունում։ Եվ եթե Էդուարդը հետաքրքրված չլիներ, ապա Ռոբերտը փաստաթղթեր տեղեկություններ ուներ, որոնք կարող էին շատ վնասակար լինել, եթե հասնեին իրավասու մարմիններին։ Էդուարդը զգաց, թե ինչպես է արյունը սառում։ Ռոբերտը շանտաժ էր անում, քողարկված բիզնես առաջարկի տակ։ Նա փորձեց պահպանել իրեն, ասաց, որ պետք է մտածի, որ դա շատ հանկարծակի էր։ Ռոբերտը ժպտաց ասաց, որ Էդուարդը մեկ շաբաթ ուներ որոշելու համար։ Դրանից հետո նա կձեռնարկեր իր սեփական միջոցները։ Այդ գիշեր Էդուարդը չափից շատ խմեց։ Բազմիցս զանգահարեց Մարինեին, բայց նա չպատասխանեց։ Թողեց շփոթեցնող ձայնային հաղորդագրություններ, ասելով, որ իրեն պետք է Մարինեն, որ սխալներ է գործել, որ խնդիրներ ունի։ Մարինեն հաջորդ առավոտ լսեց հաղորդագրությունները խղճահարության զայրույթի խառնուրդ զգաց։ Ցույց տվեց Հեղինեին, ով տխրությամբ գլխով արեց։ Այն որդին, ում նա մեծացրել էր, քաղում էր իր սեփական ընտրությունների հետանքները։
Եթե դուք լինեիք այս պատմության մեջ, կկանգնեիք Էդուարդի կողքին այս դժվար պահին, թե հեռու կմնայիք ձեր որդուն պաշտպանելու համար։ Թողեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մարինեն որոշեց չպատասխանել։ Նա ուներ իր սեփական մտահոգությունները։ Աշխատանքը կսկսվեր հաջորդ շաբաթ, նա պետք է պատրաստ լիներ։ Նա օրերն անցկացրեց դպրոցի մասին ուսումնասիրելով, վերանայելով վարչարարության հիմնական հասկացությունները, մտավորապես պատրաստվելով նոր առօրյային։ Հեղինեն օգնում էր, ինչպես կարող էր, խրախուսելով, աջակցելով, հավատալով նրան, երբ նա ինքը կասկածում էր։ Մարինեի աշխատանքի առաջին օրը դժվար էր, բայց բարգատրող։ Դպրոցը ջերմ էր, գործընկերները համակրելի, իսկ Կլաուդիան ցույց տվեց իրեն որպես հասկացող ղեկավար։ Մարինեն կաշխատեր կես դրույքով մինչ երեխայի ծնունդը, ապա կունենար 3 ամիս արձակուրդ, հետո կվերադառնար։ Դա մի պլան էր, որն իմաստ ուներ, որը նրան անվտանգություն էր տալիս։ Երկար ժամանակ հետո առաջին անգամ Մարինեն զգում էր, որ վերահսկում է իր սեփական կյանքը։ Մինչ Մարինեն կառուցում էր իր անկախությունը, Էդուարդը խորանում էր իր խնդիրների մեջ։ Ռոբերտը սկսեց սեղմել օղակը։ Առանց նախազգուշացման հայտնվում էր գրասենյակում, ակնարկող մեկնաբանություններ էր անում հանդիպումների ժամանակ, պարզ էր դարձնում, որ չէր ստում։ Էդուարդը փորձեց բանակցել, գումար առաջարկեց Ռոբերտին հեռանալու համար, բայց պահանջվող գումարն անհեթեթ էր։ Ռոբերտը ցանկանում էր ոչ միայն փող, այլ իշխանություն, կարգավիճակ, ցանկանում էր ոչնչացնել Էդուարդին նրա համար, որ տարիներ առաջ նրան թողել էր։ Վերոնիկան հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Էդուարդը հեռու էր, գրգռված, շատ էր խմում։ Նա ճնշեց, մինչ նա պատմեց Ռոբերտի մասին։ Ի զարմանս նրա, Վերոնիկան աջակցություն կամ հասկացողություն չառաջարկեց։ Ընդհակառակը, նա կատաղեց։ Ասաց, որ Էդուարդը հիմար է, որ ներգրավվել է կասկածելի գործարքների մեջ, որ դա կարող է իր հեղինակությունը նույնպես պղծել, քանի որ հիմա նրանց զույգ էին համարում։ Ասաց, որ նա պետք է արագ լուծեր այդ հարցը, կամ ինքը վերջնականապես կհեռանար։ Էդուարդը նայեց Վերոնիկային, այդ պահին տեսավ այն կնոջը, ով նա իրականում էր։ Ոչ թե այն ռոմանտիկ իդեալականացումը, որը նա տարիներ շարունակ մշակել էր, այլ իրական անձնավորությունը, սառը, հաշվարկող, հետաքրքրված միայն նրանով, ինչը օգուտ էր բերում իրեն։ Դա նույն մարդն էր, ով տարեց տիկնոջը հրել էր օդանավակայանում շարունակել իր ճանապարհը, առանց հետ նայելու։ Նույն մարդը, ով հիմա լքում էր նրան, երբ նա ամենից շատ էր կարիք ուներ աջակցության։ Նա մտովի համեմատեց Մարինեի հետ։ Պարզ, բարի Մարինե, ով առանց երկար մտածելու օգնել էր անծանոթին։ Ով հոգ տարել էր իր մոր մասին, երբ ինքը մոռացել էր նրան։ Ով հղի էր իր որդով ամեն ինչին մենակ էր դիմակայում քաջությամբ, արժանապատվությամբ։ Ինչ էր նա արել։ Նա ոսկին փոխել էր ապակու հետ, միայն հիմա էր հասկանում սխալը։ Բայց արդյոք շատ ուշ էր։ Էդուարդը վերցրեց հեռախոսը, նորից զանգահարեց Մարինեին։ Այս անգամ նա պատասխանեց։ Նրա ձայնն ամուր էր, առանց հույզերի։ Էդուարդը խնդրեց հանդիպել, ասաց, որ պետք է անձամբ խոսեն։ Մարինեն վարանեց, ապա համաձայնեց։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ օրը, Չեզոք, հանրային սրճարանում։ Հեղինեն խորհուրդ տվեց Մարինեին զգույշ լինել։ Ասաց, որ Էդուարդը իր որդին է, նա սիրում է նրան, բայց նա գիտեր նրա թերությունները։ Որ նա կարող էր մանիպուլյատիվ լինել, երբ ուզում էր, որ նա ճիշտ խոսքերն էր օգտագործում իր ուզածին հասնելու համար։ Մարինեն խոստացավ, որ զգոն կլինի։ Հանդիպումը տեղի ունեցավ 5-շաբթի կեսօրին։ Մարինեն ժամանեց ժամանակին, Էդուարդն արդեն այնտեղ էր, հոգնած ավելի ծեր էր թվում, քան իրականում էր։ Նրանք նստեցին իրար դիմաց, սկզբնական լռությունը ծանր անհարմար։ Առաջինը Էդուարդը խոսեց։ Նա ներողություն խնդրեց։ Սառնության, հեռավորության, ամուսին լինելու ձախողման համար։ Ասաց, որ շատ ուշ է հասկանում, թե որքան եսասեր էր եղել, թե որքան էր վնասել այն մարդկանց, ովքեր իսկապես կարող էին։ Խոսեց Ռոբերտի մասին, այն խնդիրների մասին, որոնց նա բախվում էր, այն մասին, թե ինչպես էր իրեն կորած զգում։ Եվ ապա, նայելով Մարինեի աչքերին, ասաց, որ երկրորդ հնարավորություն է ուզում։ Որ ցանկանում է լինել ներկա հայր, ավելի լավ ամուսին։ Մարինեն լուռ լսում էր ամեն ինչ։ Երբ Էդուարդն ավարտեց, նա խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Ասաց, որ գնահատում է ներողությունները, բայց որ խոսքերը բավարար չէին։
որ նա ամիսներ ուներ ամուսին լինելու, իր մասին հոգ տանելու, հղիության մասին հոգ տանելու համար, որ նա ընտրել էր ուրիշ կնոջ, որ պարզ էր դարձրել, թե որտեղ էին իր առաջնահերթությունները, եւ որ հիմա, երբ իր համար դժվար էր, երբ իր կատարյալ կյանքը փլուզվում էր, նա գալիս էր իրեն փնտրելու։ Էդուարդը փորձեց վիճել, բայց Մարինեն ձեռքը բարձրացրեց, խնդրելով լռություն։ Շարունակեց ասելով, որ ինքը նրա երկրորդ պլանը չի լինի, որ չի վերադառնա որպես մխիթարություն, երբ Վերոնիկան լքի նրան, կամ որպես վահան իր ստեղծած խնդիրների դեմ, որ ինքն ու իր որդին ավելին էին արժանի։ Արժանի էին լինել ինչ-որ մեկի առաջին ընտրությունը, ոչ թե վերջին տարբերակը։ Էդուարդը գլխով արեց, արցունքները վերջապես ազատորեն հոսելով։ Դրանք ոչ թե ինքնախղճահարության արցունքներ էին, այլ երախտագիտության այդ զարմանալի կնոջ հանդեպ, ով ուժեղ էր այնտեղ, որտեղ ինքը թույլ էր, ով սիրել էր այնտեղ, որտեղ ինքը անտարբեր էր, ով կառուցել էր այնտեղ, որտեղ ինքը քանդել էր։ Մարինեն նայեց նրան, տեսավ, թերս առաջին անգամ, անկեղծ մարդկայնության մի շող։ Ասաց, որ կմտածի այդ մասին, բայց որ պայմաններ կլինեն։ Որ նա պետք է ապացուցեր գործերով, ոչ թե խոսքերով, որ վստահելի է։ Որ պետք է հաշտվեր իր սեփական մոր հետ, որ պետք է լուծեր իր խնդիրները, առանց իրեն ներգրավելու, եւ որ ամենից առաջ պետք է հարգեր իր սահմանները, իր որոշումները։ Էդուարդը համաձայնեց ամեն ինչի հետ։ Մարինեն վեր կացավ, վերցրեց պայուսակը մինչ դուրս գալը, ասաց մի վերջին բան։ Ասաց, որ նա պետք է նայի հայելու մեջ որոշի, թե ինչպիսի մարդ է ուզում լինել։ Որովհետև այն մարդը, ում նա դարձել էր, մեկը չէր, ումով նա, կամ իր որդին, կամ նույնիսկ Հեղինեն, կարող էին հպարտանալ, բայց որ նա դեռ ժամանակ ուներ փոխվելու, եթե իսկապես ցանկանար։ Նա Էդուարդին թողեց այնտեղ, մենակ իր մտքերի հետ։ Մինչ նա քայլում էր դեպի մեքենան, Մարինեն տարօրինակ խաղաղություն զգաց։ Նա ասել էր այն, ինչ պետք էր ասել, սահմանել էր իր սահմանները, հարգել էր իրեն։ Նա չգիտեր, թե ինչ կբերի ապագան, բայց գիտեր, որ այլս հանգամանքների զոհ չի լինի։ Նա կլինի իր սեփական պատմության գլխավոր հերոսուհին։ Հաջորդ շաբաթներին կյանքը շարունակվեց իր հունով։ Մարինեն նվիրված էր աշխատանքին երեխայի գալուն նախապատրաստվելուն։ Հեղինեն ավելի ու ավելի ոգորված էր թոռնիկի ծննդյան մոտիկությամբ։ Էդուարդը փորձում էր մոտենալ, նվերներ ուղարկելով երեխայի համար, հարցնելով բժշկական այցելությունների մասին, բայց միշտ հարգելով այն տարածքը, որը Մարինեն սահմանել էր։ Ռոբերտը, մյուս կողմից, ուժեղացնում էր իր ճնշումը։ Էդուարդը ստիպված էր փաստաբաններ վարձել, վերանայել հին փաստաթղթեր, պաշտպանություն պատրաստել։ Դա հոգնեցնող թանկ գործընթաց էր։ Վերոնիկան, իր խոսքին հավատարիմ, լիովին հեռացել էր։ Էդուարդը նրան վերջին անգամ տեսավ սոցիալական միջոցառման ժամանակ, ուղեկցությամբ մեկ այլ հարուստ գործարարի։ Նա սառը քաղաքավարությամբ ողջունեց նրան, շարունակեց իր ճանապարհը։ Էդուարդը հասկացավ, որ նա երբեք իսկապես չէր սիրել իրեն։ Նա սիրել էր կարգավիճակը, իշխանությունը, կերպարը։ Ոչ թե դրա հետում կանգնած մարդուն։ Հեգնանքը չանցավ Էդուարդի ուշադրությունից։ Նա արել էր ճիշտ նույն բանը Մարինեի հետ։ Նա ամուսնացել էր նրա հետ սխալ պատճառներով, նրան վերաբերվել էր որպես աքսեսուար, ոչ թե որպես մարդ։ Եվ հիմա վճարում էր գինը։ Մի գիշեր Էդուարդը վերջապես արեց մի բան, որը պետք է արած լիներ տարիներ առաջ։ Նա գնաց Հեղինեի բնակարան։ Երբ մայրը բացեց դուռը, տեսավ նրան այնտեղ, միջանցքում կանգնած, նրա դեմքը ցույց տվեց զարմանք, ցավ տատանվող հույս։ Էդուարդը ներս մտավ, երկուսը նստեցին փոքր հյուրասենյակում, երկար ժամանակ հետո առաջին անգամ նրանք իսկապես խոսեցին։ Էդուարդը ներողություն խնդրեց։ Անտարբերության, լքվածության, փողը կարգավիճակը այն կնոջից վեր դասելու համար, ով նրան այդքան սիրով էր մեծացրել։ Հեղինեն լացեց, Էդուարդը լացեց, երբ Մարինեն աշխատանքից վերադարձավ, նրանց գտավ բազմոցին գրկախառնված, նա նույնպես լացեց։ Դա սկիզբ էր։ Փոքր, փխրուն, բայց սկիզբ։ Էդուարդը շատ չմնաց։ Ասաց, որ դեռ շատ բան ուներ լուծելու, բայց որ կվերադառնա։ Որ ցանկանում էր հաշտվել, վերակառուցել այն, ինչ քանդել էր։ Հեղինեն գլխով արեց, զգուշորեն հույս ունենալով։ Մարինեն ամեն ինչ դիտում էր թերահավատության կարեկցանքի խառնուրդով։ Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք Էդուարդն անկեղծ էր, թե պարզապես մեկ մանիպուլյացիա էր։ Հղիության 9-րդ ամիսը եկավ։ Մարինեն հսկայական էր, հոգնած, անհամբեր, վերջապես հանդիպելու երեխային։
Սենյակը պատրաստ էր, հիվանդանոցի համար ուղեբեռները հավաքված, անունները ընտրված, Գաբրիել, եթե տղա լիներ, Բեատրիս, եթե աղջիկ լիներ։ Հեղինեն անընդհատ նրա կողքին էր, ուշադիր, նույնպես անհանգիստ։ Էդուարդը կապ էր պահպանում, բայց հեռվից։ Հարցնում էր, թե արդյոք ինչ-որ բանի կարիք ունեն, առաջարկում էր ֆինանսական օգնություն, որը Մարինեն քաղաքավարի, բայց ամուր մերժում էր։ Նա հիմա ուներ իր աշխատավարձը, համեստ, բայց բավարար։ Հեղինեն լրացնում էր պակասը իր սեփական թոշակով։ Նրանք անկախ էին, այդ անկախությունը չափազանց թանկ էր հարմարավետության հետ փոխանակելու համար։ Հենց շաբաթ օրվա լուսադեմին Մարինեն զգաց առաջին կծկումները։ Արթնացրեց Հեղինեին, ով անմիջապես գործի անցավ։ Զանգահարեցին հիվանդանոց, վերցրեցին ուղեբեռները, տաքսի կանչեցին։ Մարինեն նյարդային էր, բայց նա տարօրինակ կերպով հանգիստ։ Նա պատրաստ էր։ Նա սպասել էր այդ պահին 9 երկար ամիս։ Հեղինեն բռնած էր նրա ձեռքը հիվանդանոցի ճանապարհին։ Մրմնջում էր քաջալերական խոսքեր, հիշեցնելով Մարինեին շնչել, հանգիստ մնալ։ Երբ նրանք հասան, բժշկական անձնակազմն արդեն պատրաստ էր։ Բժշկուհի Բեատրիսը հերթապահում էր, մի բախտ, որի համար Մարինեն լուր շնորհակալ էր։ Հաջորդ ժամերը ցավի, ջանքի, արցունքների վերջապես աննկարագրելի ուրախության մշուշ էին։ Արոտ կիրակի առավոտյան ժամը 6-ին Մարինեն ծնեց 3 կիլոգրամ 200 գրամ քաշով առողջ տղա։ Գաբրիել։ Երբ նրան առաջին անգամ երեխային դրեցին իր գրկում, Մարինեն նայեց այդ փոքրիկ դեմքին, այնքան ուժեղ սեր զգաց, որ մտածեց, իր սիրտը կպայթի։ Հեղինեն կանգնած էր մահճակալի կողքին, ուրախությունից լացելով, շոյելով թոռնիկի գլխիկը։ Ասում էր, որ նա կատարյալ է, որ նա մոր աչքերն ունի, որ նա ուժեղ գեղեցիկ տղա կլինի։ Մարինեն ժպտում էր արցունքների միջով, հոգնած, բայց լիովին երջանիկ։ Նա կյանք էր ստեղծել։ Նա աշխարհ էր բերել մի մարդու, ում անվերապահորեն կսիրեր։ Էդուարդը ծննդյան մասին իմացավ ժամեր անց։ Մարինեն խնդրել էր Հեղինեին մի փոքր սպասել, նրան տեղեկացնելուց առաջ։ Ցանկանում էր այդ առաջին պահերը միայն իր համար ունենալ։ Երբ վերջապես զանգահարեց հայտնեց լուրը, Էդուարդը երկար պահ լռեց։ Ապա խնդրեց այցելել նրանց, Մարինեն համաձայնեց։ Բայց պայմանով, որ Հեղինեն ներկա լինի։ Նա հիվանդանոց հասավ կեսօրին, բերելով ծաղիկներ չափազանց մեծ փափուկ արջուկ։ Երբ նա մտավ սենյակ, տեսավ Մարինեին, իր որդուն գրկած, նրա դեմքի ինչ-որ բան փոխվեց։ Նա դանդաղ մոտեցավ, նայեց խաղաղ քնած երեխային, երկար ժամանակ հետո առաջին անգամ Էդուարդ Թավարեսը զգաց մի բան, բացի ամբիցիայից, հպարտությունից։ Նա զգաց մաքուր, անշահախնդիր, ճնշող սեր։ Նա խնդրեց պահել Գաբրիելին, Մարինեն վարանելուց հետո զգուշորեն փոխանցեց երեխային։ Էդուարդը նայեց այդ անմեղ դեմքին, զգաց իր բոլոր ձախողումների ծանրությունը իր վրա։ Դա իր որդին էր։ Իր պատասխանատվությունը։ Իր հնարավորությունը ավելի լավ լինելու, քան եղել էր։ Նա նայեց Մարինեին, այն կնոջը, ում նա վատ էր վերաբերվել, անտեսել, լքել, տեսավ այն ուժը, որը նա երբեք չէր նկատել, որ նա ուներ։ Նա նայեց իր մորը, Հեղինեին, ով եկել էր իր հետ, նրան դիտում էր զգուշավոր հույսով։ Եվ Էդուարդը հասկացավ, որ շատ երկար ժամանակ սխալ ճանապարհով էր գնացել։ Բայց գուցե, պարզապես գուցե, դեռ ուշ չէր ճիշտ ուղղությունը գտնելու համար։ Գաբրիելի հետ անցկացրած առաջին ամիսները հույզերի ամերիկյան բլուրներ էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, անվերջ թվացող լացեր, բայց նա սիրտ հալեցնող ժպիտներ, երեխայի յուրահատուկ հոտը, աշխարհը բացահայտող այդ հետաքրքրասեր աչուկները։ Մարինեն իրեն հայտնաբերեց որպես նվիրված սիրող մայր, իսկ Հեղինեն կատարյալ տատիկ էր, միշտ ներկա, բայց հարգալից, օգնող, առանց միջամտելու, աջակցող, առանց խեղդելու։ Մարինեն դպրոցից վերցրեց մայրության 3 ամսվա արձակուրդը։ Կլաուդիան հասկացող էր, ապահովելով, որ նրա աշխատատեղը պահպանվի։ Այդ ընթացքում Մարինեն ամբողջությամբ նվիրվեց Գաբրիելին մի առօրյա ստեղծելուն, որը կաշխատեր բոլորի համար։ Հեղինեն հոգ էր տանում երեխայի մասին, երբ Մարինեն պետք է հանգստանար, իսկ Մարինեն հոգ էր տանում Հեղինեի մասին, երբ սկեսուրը արդեն թուլացած առողջությամբ դժվար օրեր էր ունենում։ Որովհետև Հեղինեն հիվանդ էր։ Նա հայտնաբերել էր Գաբրիելի ծնունդից մի քանի ամիս առաջ, բայց գաղտնի էր պահել, չցանկանալով անհանգստացնել Մարինեին հղիության ընթացքում։ Դա սրտի խնդիր էր, ասում էին բժիշկները։ Ոչ տերմինալ, բայց բավականին լուրջ, խնամք պահանջելու, թանկ դեղորայքի բարդությունների միշտ առկա հնարավորության համար։
Մարինեն իմացավ, երբ ուղեկցեց Հեղինեին պարբերական այցելության տեսավ դեղերի ցուցակը, որոնք սկեսուրը ամեն օր ընդունում էր։ Նա զայրացավ, որ Հեղինեն թաքցրել էր, բայց սկեսուրը պարզապես ժպտաց ասաց, որ որոշ բաներ չափազանց ծանր են մենակ գրելու համար, ուստի ավելի լավ է դրանք կիսել ճիշտ պահին։ Մարինեն գրկեց Հեղինեին խոստացավ, որ այսուհետ ամեն ինչին միասին կդիմակայեն, առանց գաղտնիքների։ Էդուարդը դարձել էր մշտական, բայց հարգալից ներկայություն։ Նա պարբերաբար այցելում էր Գաբրիելին, միշտ նվերներ բերելով, միշտ օգնել ցանկանալով։ Մարինեն պահպանում էր հստակ սահմանները, բայց չէր խանգարում շփմանը։ Գաբրիելն արժանի էր ճանաչել իր հորը, նույնիսկ եթե Մարինեի Էդուարդի հարաբերությունները երբեք այլս չէին լինի այն, ինչ կարող էին լինել։ Ժամանակի ընթացքում Մարինեն նկատեց Էդուարդի մեջ իրական փոփոխություններ։ Նա լուծել էր Ռոբերտի հետ կապված իրավիճակը, բայց ոչ այնպես, ինչպես սովորաբար լուծում էր իր խնդիրները։ Փոխանակ իրավական հնարքներ օգտագործելու կամ նախկին գործընկերոջը լռեցնելու համար վճարելու Էդուարդը դիմակայել էր իր անցյալի արարքների հետանքներին։ Նա համագործակցել էր հետաքննությունների հետ, կարգավորել ֆինանսական պարտքերը, ստանձնել պատասխանատվությունները։ Դա ցավալի թանկ գործընթաց էր, բայց նա դա արել էր ճիշտ ճանապարհով։ Վերոնիկան լիովին անհետացել էր նրա կյանքից։ Էդուարդը մեկ անգամ մեկնաբանեց, գրեթե որպես ստորագրություն, որ նա ամուսնացել էր մի եվրոպացի գործարարի հետ տեղափոխվել Լոնդոն։ Նրա ձայնում ցավ չկար, միայն ուշացած ճանաչում, որ դա երբեք սեր չէր եղել, պարզապես մոլուցք, երբեք չեղած ֆանտազիայով։ Այն, ինչ ամենից շատ էր տպավորում Մարինեին, Էդուարդի Հեղինեի վերակառուցված հարաբերություններն էին։ Նա ամեն շաբաթ այցելում էր նրան, ոչ միայն երբ գնում էր Գաբրիելին տեսնելու։ Նա տանում էր նրան բժշկական այցելությունների, վճարում նրա դեղորայքը, ամբողջ կեսօրերն անցկացնում էր նրա հետ, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Հեղինեն ծաղկում էր որդու ուշադրությունից, իսկ Էդուարդը իր հերթին կարծես վերագտնում էր իրականում ով էր, ամբիցիայի ունայնության բոլոր շերտերի տակ, որոնք նա կուտակել էր տարիների ընթացքում։ Երբ Գաբրիելը դարձավ 6 ամսական, Մարինեն վերադարձավ աշխատանքի։ Դժվար էր թողնել երեխային, բայց Հեղինեն մնում էր նրա հետ այդ ընթացքում, իսկ դպրոցը ճկուն էր ժամանակացույցի հետ։ Մարինեն հայտնաբերեց, որ սիրում է աշխատանքը, գործընկերների հետ շփումը, մայր լինելուց բացի արդյունավետ բան անելու զգացումը։ Նա Գաբրիելին սիրում էր ամեն ինչից ավելի, բայց նա պետք էր լինել Մարինե, կինը, իր սեփական երազանքներով, ամբիցիաներով։ Հենց այդ ժամանակ Էդուարդը անսպասելի առաջարկ արեց։ Առաջարկեց ավելի մեծ բնակարան գնել Մարինեի Հեղինեի համար, որտեղ նրանք ավելի շատ տարածք հարմարավետություն կունենային։ Մարինեն անմիջապես մերժեց։ Նա ոչինչ չէր ուզում նրանից, ինչը կարող էր մեկնաբանվել որպես պարտք կամ պարտավորություն։ Բայց Էդուարդը պնդեց, ասելով, որ դա իր համար չէ, դա Գաբրիելի նրա մոր, Հեղինեի համար է, ով արժանի էր հարմարավետության իր մնացած տարիներին։ Հեղինեն նույնպես սկզբում մերժեց, բայց Էդուարդը տարիների ընթացքում առաջին անգամ ցույց տվեց իրական խոցելիություն։ Ասաց, որ պետք է դա անի ոչ թե իր խիղճը փրկելու համար, այլ անցյալի սխալները շտկելու համար։ Որ նա չէր կարող վերադարձնել այն տարիները, որոնք գողացել էր մորից, բայց կարող էր փորձել նրան հարմարավետություն տալ հիմա։ Եվ որ Գաբրիելը, իր որդին, արժանի էր մեծանալու համապատասխան միջավայրում։ Մարինեն Հեղինեն երկար զրուցեցին այդ հարցի շուրջ։ Սկեսուրն ասաց, որ որոշումը Մարինեինն է, որ նա պետք է իրեն հարմարավետ զգա։ Մարինեն օրեր շարունակ մտածեց, կշռեց դրական բացասական կողմերը, խորհրդակցեց նույնիսկ Կլաուդիայի հետ, ում մեջ նա մենթոր ընկերուհի էր գտել։ Ի վերջո նա համաձայնեց, բայց պայմանագրով սահմանված խիստ պայմաններով։ Բնակարանը կլիներ Գաբրիելի անունով, նա Հեղինեն ցմահ օգտագործման իրավունք կունենային, բայց դա չէր լինի Էդուարդի կողմից իրենց կյանքը վերահսկելու միջոց։ Էդուարդը համաձայնեց ամեն ինչի հետ։ Նա գնեց 3 սենյականոց բնակարան Երանի հանգիստ թաղամասում, մոտ այն դպրոցին, որտեղ Մարինեն աշխատում էր։ Այն շքեղ չէր, ինչպես նախկին պենթհաուսը, բայց ջերմ էր, արոտ, կատարյալ ընտանիքի համար։ Տեղափոխությունը տեղի ունեցավ, երբ Գաբրիելը 8 ամսական էր։ Մարինեն Հեղինեն այդ բնակարանը վերածեցին իսկական տան։ Լուսանկարներ պատերին, բույսեր պատուհաններին, գրքեր դարակներին։ Գաբրիելի սենյակը լի էր գույներով, խաղալիքներով։ Հեղինեի սենյակը հարմարավետ էր մոտ լոգարանին, հեշտացնելով նրա տեղաշարժը այն օրերին, երբ առողջությունն ավելի փխրուն էր։ Եվ Մարինեն ուներ իր սեփական տարածքը, որտեղ նա կարող էր սովորել, դասեր պլանավորել, երազել ապագայի մասին։
Ամիսները վերածվեցին մեկ տարվա, Գաբրիելը արագ էր աճում։ Նա իր առաջին քայլերն արեց նոր բնակարանում Մարինեի հեղինեի հուզմունքից լացելիս, Էդուարդը, ով պատահաբար այցելում էր, ամեն ինչ նկարահանում էր հեռախոսով, դողացող ձեռքերով։ Գաբրիելի առաջին բառը մամա էր, ինչպես պետք է լիներ, Մարինեն զգաց, կարծես իր սիրտը կպայթի սիրուց։ Էդուարդը շարունակում էր ներկա լինել, բայց հարգալից։ Վճարում էր առատաձեռն ալիմենտ, ավելին, քան անհրաժեշտ էր, Մարինեն չէր մերժում, քանի որ գիտակցում էր, որ դա Գաբրիելի իրավունքն էր։ Նա շաբաթական 3 անգամ այցելում էր որդուն, տանում նրան այգում զբոսանքների, գնում հագուստ խաղալիքներ։ Բայց միշտ հարգում էր Մարինեի կանոնները, միշտ խորհրդակցում էր նրա հետ, որդու մասին ցանկացած կարևոր որոշում կայացնելուց առաջ։ Հեղինեն, չնայած առողջական խնդիրներին, ավելի երջանիկ էր, քան Մարինեն նրան երբե տեսել էր։ Նա վերականգնել էր որդուն, ստացել հարս, ում սիրում էր որպես դուստր, թոռնիկ, ով նրա օրերի լույսն էր։ Արոտ կեսօրներին նա նստում էր բնակարանի պատշգամբում, Գաբրիելին գրկած պատմություններ պատմելով, հին երգեր երգելով, լինելով այն տատիկը, որին յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ։ Հենց այդ կեսօրներից մեկին Էդուարդը եկավ այցելության գտավ տեսարանը, իր մայրը, իր նախկին կինը, իր որդին, բոլորը միասին, ծիծաղելիս, երջանիկ։ Ինչ-որ բան նրա ներսում շարժվեց։ Դա ամուսնությանը վերադառնալու ցանկություն չէր, նրանք երկուսն էլ գիտեին, որ այդ նավը նավարկել էր։ Բայց դա խորը ճանաչում էր, որ երջանկությունը չի գալիս իշխանությունից կամ փողից, այլ իրական մարդկային կապերից, անկեղծ սիրուց, իրական ներկայությունից։ Նա միացավ նրանց այդ կեսօրին, նստելով հատակին Գաբրիելի հետ, խաղալով շինարարական բլոկներով, լսելով հեղինեի պատմությունները, ընդունելով Մարինեի առաջարկած սուրճը։ Մի քանի ժամով նրանք գրեթե ընտանիք էին։ Ոչ ավանդական ձով, ոչ այնպես, ինչպես հասարակությունն էր սպասում, բայց մինույն է ընտանիք։ Եվ դա լավ էր։ Դա ճիշտ էր։ Երբ Գաբրիելը դարձավ 1.5 տարեկան, հեղինեն հանկարծակի վատացավ։ Մարինեն նրան գտավ անկողնում մի առավոտ, գունատ թույլ։ Կանչեց շտապօգնություն, զանգահարեց Էդուարդին, երեքը միասին գնացին հիվանդանոց։ Բժիշկները հետազոտություններ արեցին, դեղորայքը կարգավորեցին, բայց կանխատեսումը պարզ էր։ Հեղինեի սիրտը հոգնած էր։ Նա կունենար ամիսներ, գուցե 1 տարի, եթե հաջողակ լիներ։ Մարինեն, Էդուարդը լուրը ստացան լռության մեջ, նստած կողք կողքի հիվանդանոցի սառը միջանցքում։ Մարինեն լացեց, Էդուարդը, կոտրելով այն արգելքը, որը դեռ կար նրանց միջ, բռնեց նրա ձեռքը։ Ոչ որպես նախկին ամուսին, ոչ որպես սիրեկան, այլ որպես մեկը, ով կիսում էր նույն ցավը, նույն սերը այդ զարմանալի կնոջ հանդեպ, ով մայր էր եղել երկուսի համար էլ, յուրաքանչյուրն իր ձով։ Հեղինեն 1 շաբաթ մնաց հիվանդանոցում, ապա վերադարձավ տուն։ Մարինեն արձակուրդ վերցրեց աշխատանքից, նրա մասին հոգ տանելու համար։ Էդուարդը բուժքույրեր վարձեց, բայց հեղինեն մերժում էր մշտական պրոֆեսիոնալ խնամքը։ Նա ցանկանում էր իր վերջին ամիսներն անցկացնել սիրելի մարդկանց հետ, տանը, ոչ թե հիվանդանոցներում կամ կլինիկական հայացքների ներքո։ Դրանք թանկարժեք ամիսներ էին։ Հեղինեն, իմանալով, որ ժամանակը սահմանափակ է, ապրում էր յուրաքանչյուր օրը ինտենսիվորեն։ Խաղում էր Գաբրիելի հետ, Մարինեին սովորեցնում էր ընտանիքի հին բաղադրատոմսեր, զրուցում էր Էդուարդի հետ կյանքի, մահվան, ներողամտության սիրո մասին։ Կիսվում էր նրա մանկության պատմություններով, ցույց էր տալիս դեղնած լուսանկարներ, հանձնում էր նամակներ, որոնք գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Էդուարդը ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում բնակարանում։ Ոչ թե այն բնակարանում, որտեղ հիմա մենակ էր ապրում, վաճառելով պենթհաուսը, որը միայն վատ հիշողություններ էր պահում, այլ այն բնակարանում, որտեղ էին իր մայրը, իր որդին Մարինեն։ Այնտեղ էր, որ նա խաղաղություն էր գտնում։ Այնտեղ էր, որ նա իրեն իրական էր զգում։ Հենց այդ կեսօրներից մեկին, երբ Գաբրիելը քնած էր հեղինեի գրկում, իսկ Մարինեն խոհանոցում թեյ էր պատրաստում, Էդուարդը վերջապես ասաց այն բառերը, որոնք պետք էր ասեր։ Նա ներողություն խնդրեց։ Ոչ թե նախկին մակերեսային ներողությունները, այլ անկեղծ ներողություն, այն ամենի համար, ինչ նա արել էր, այն ամենի համար, ինչ նա չէր արել։ Ասաց, որ հասկանում է, եթե Մարինեն երբեք չկարողանա լիովին ներել իրեն, բայց որ պետք է, որ նա իմանա, որ խորապես զղջում է։ Մարինեն նայեց նրան, այն մարդուն, ով եղել էր իր ամուսինը, իր որդու հայրը, այդքան ցավի, բայց նա, անուղղակիորեն, այդքան աճի աղբյուրը։ Ասաց, որ ներում է նրան։ Ոչ թե այն պատճառով, որ նա արժանի էր, այլ այն պատճառով, որ ինքն արժանի էր խաղաղության։ Որ սովորել էր, որ նեղացած մնալը քարեր կրելու պես է, ինքն արդեն բավականաչափ ծանրություն էր կրել։
որ ներողամտությունը իր համար էր, ոչ թե նրա։ Էդուարդը գլխով արեց, արցունքները վերջապես ազատորեն հոսելով։ Դրանք ոչ թե ինքնախղճահարության արցունքներ էին, այլ երախտագիտության այդ զարմանալի կնոջ հանդեպ, ով ուժեղ էր այնտեղ, որտեղ ինքը թույլ էր, ով սիրել էր այնտեղ, որտեղ ինքը անտարբեր էր, ով կառուցել էր այնտեղ, որտեղ ինքը քանդել էր։ Հեղինեն ամեն ինչ դիտում էր հանգիստ ժպիտով։ Նա գիտեր, որ իր օրերը հաշված էին, բայց կարող էր խաղաղությամբ հեռանալ, իմանալով, որ օգնել էր Մարինեին գտնել իր ուժը, գուցե, պարզապես գուցե, օգնել էր որդուն գտնել իր մարդկայնությունը։ Հեղինեի վերջին ամիսները շրջապատված էին սիրով։ Մարինեն, Էդուարդը, Գաբրիելը համոզվում էին, որ նա ամեն օր իրեն սիրված զգա։ Փոքրիկ ժեստեր, քնքուշ խոսքեր, մշտական ներկայություն։ Հեղինեն չէր վախենում այն ամենից, ինչ գալու էր, ասում էր նա։ Նա երկար կյանք էր ապրել։ Սխալներ, ճիշտ որոշումներ ուներ, բայց ավարտում էր սիրով շրջապատված։ Քանի մարդ կարող էր նույնն ասել։ Մի աշնանային առավոտ, հանգիստ արոտ, Հեղինեն չարթնացավ։ Մարինեն նրան գտավ հանգիստ անկողնում, նուրբ ժպիտ շուրթերին, կարծես երջանիկ քնելիս լիներ։ Սուգը խորը էր, բայց ոչ դառը։ Նրանք տոնեցին Հեղինեի կյանքը, փոխանակ զգալու նրա հեռանալը։ Էդուարդը լացեց մոր համար, ում անտեսել էր, բայց ով ներել էր նրան։ Մարինեն լացեց սկեսուրի համար, ով ավելի շատ մայր էր եղել, քան շատ կենսաբանական մայրեր։ Եվ Գաբրիելը, չափազանց երիտասարդ, լիովին հասկանալու համար, զգաց տատիկի բացակայությունը, ով նրան այդքան էր սիրում։ Հեղինեի հեռանալուց հետո ամիսները հարմարվողականության շրջան էին։ Մարինեն վերադարձավ աշխատանքի, առօրյայում մխիթարություն գտնելով ցավի համար։ Էդուարդը ավելի շատ էր ներկա, քան երբե, ոչ միայն Գաբրիելի համար, այլ Մարինեի համար, առաջարկելով աջակցություն մեկի կողմից, ով կիսում էր նույն կորուստը։ Գաբրիելը, հիմա 2 տարեկան, աճում էր ուժեղ առողջ։ Նա ուներ Մարինեի ժպիտը, Էդուարդը երդվում էր, Հեղինեի բարությունը։ Նա ուրախ, հետաքրքրասեր երեխա էր, ուժեղ սիրված 2 ծնողների կողմից, թեկուզ նրանք զույգ չէին։ Էդուարդը հիմնովին փոխվել էր։ Նրա ընկերությունը դեռ հաջողակ էր, բայց նա կրճատել էր իր աշխատանքային բեռը, ավելի շատ էր պատվիրակում, առաջնահերթություն էր տալիս որդու հետ անցկացրած ժամանակին, շահույթից վեր։ Նա վաճառել էր անհարկի սեփականություններ, պարզեցրել էր իր կյանքը, կենտրոնացել էր այն ամենի վրա, ինչ իսկապես կարևոր էր։ Մարինեն դարձել էր հարգված մասնագետ դպրոցում։ Կլաուդիան նրան տեսնում էր որպես հնարավոր ապագա համակարգող։ Նա նույնիսկ մտածում էր վերադառնալ համալսարան, ավարտելու այն մանկավարժական դասընթացը, որը թողել էր։ Նա ուներ իր սեփական կյանքը, իր սեփական ճանապարհը, հենց այնտեղ էր, որտեղ ցանկանում էր լինել։ Էդուարդը մեկ անգամ փորձեց առաջարկել, որ գուցե նրանք կարող են նորից փորձել։ Ոչ այնպես, ինչպես առաջ էին, այլ այնպես, ինչպիսի մարդիկ էին դարձել։ Մարինեն լսեց, մտածեց, նրբորեն մերժեց։ Ասաց, որ նա միշտ կլինի Գաբրիելի հայրը, միշտ կարոր մեկը իր կյանքում, բայց որ նրանց ժամանակը որպես զույգ անցել էր։ Որ նրանք աճել էին, այո, բայց տարբեր ուղղություններով։ Որ ավելի լավ է լինել բացառիկ համացնողներ, քան միջակ զույգ։ Էդուարդը հասկացավ, ընդունեց։ Դա ճիշտ պատասխանն էր, նրանք երկուսն էլ գիտեին։ Որոշ բաներ, երբ կոտրվում են, չպետք է նորից սոսնձվեն։ Դրանք պետք է վերածվեն նոր բանի։ Եվ նրանք դա արել էին։ Նրանք ձախողված ամուսնությունը վերածել էին երեխա դաստիարակելու ֆունկցիոնալ գործընկերության։ Դա այն չէր, ինչ խոստանում էին հեքիաթների գրքերը, բայց դա իրական էր, անկեղծ աշխատում էր։ Գաբրիելը մեծացավ, շրջապատված սիրով 2 կողմից էլ։ Նա ուներ ուժեղ նվիրված մայր, ներկա զղջացող հայր, տատիկի հիշողությունը, ով նրան անվերապահորեն սիրել էր այն քիչ տարիներին, որոնք նրանք միասին ունեցել էին։ Մարինեն ամեն գիշեր պատմություններ էր պատմում Հեղինեի մասին, ապահովելով, որ Գաբրիելը իմանա, թե ով էր այդ զարմանալի կինը։ Տարիներն անցան։ Գաբրիելը դպրոց գնաց, ընկերներ ձեռք բերեց, զարգացրեց իր սեփական անհատականությունը։ Մարինեն առաջադիմեց կարիերայում, ի վերջո դառնալով մանկավարժական համակարգող։ Նա մարդկանց հանդիպեց, մի քանի ժամադրություն ունեցավ, բայց չէր շտապում նոր հարաբերությունների մեջ։ Նա իրեն լավ էր զգում, լիարժեք էր, ցանկացած մարդ, ով կմտներ իր կյանք, պետք է ավելացներ, ոչ թե լրացներ։ Էդուարդը նույնպես վերակառուցեց իր կյանքը։
Նա հավասարակշռություն գտավ աշխատանքի անձնական կյանքի մեջ, մնաց ներկա Գաբրիելի կյանքում, ի վերջո սկսեց կամավոր աշխատանք կատարել, օգնելով երիտասարդ գործարարներին չկատարել նույն սխալները, որոնք ինքն էր կատարել։ Նա երբեք նորից չամուսնացավ։ Երբ հարցնում էին, թե ինչու, նա պարզապես ասում էր, որ արդեն ուներ իր հնարավորությունը, այն վատնեց, որ նա այդպես լավ էր։ Այն բնակարանը, որը նա գնել էր Մարինեի Գաբրիելի համար, մնաց նրանց տունը։ Մարինեն պնդեց չընդունել ֆինանսական օգնություն, բացի Գաբրիելի ալիմենտից։ Նա ցանկանում էր ապացուցել իրեն, որ կարող է։ Եվ ապացուցեց։ Նա բարգավաճեց սեփական արժանինքներով, ձեռք բերեց պրոֆեսիոնալ հարգանք, մեծացրեց զարմանալի որդի։ Երբեմն հանգիստ գիշերներին Գաբրիելին քնացնելուց հետո Մարինեն նստում էր պատշգամբում, որտեղ սովորաբար նստում էր Հեղինեն, մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ցավը, դավաճանությունը, լքվածությունը, բայց նա աճը, ուժը, սերը։ Նա չէր փոխի վատ մասերը, նույնիսկ եթե կարողանար, որովհետև դրանք նրան վերածել էին այն կնոջը, ով նա հիմա էր։ Մի կին, ով գիտեր իր արժեքը, ով չէր ընդունում մանրուքներ, ով պայքարում էր այն բանի համար, ինչին հավատում էր։ Էդուարդը իր սեփական բնակարանում նմանատիպ մտորումներ էր անում։ Նա նայում էր Հեղինեի հին լուսանկարներին, հղի Մարինեի, մանուկ Գաբրիելի։ Մտածում էր այն ընտրությունների մասին, որոնք արել էր, վատնած հնարավորությունների, այն մարդկանց մասին, ում վնասել էր։ Նա չէր կարող փոխել անցյալը, բայց վճռական էր ավելի լավ անել ներկայում ապագայում։ Լինել հնարավորինս լավ հայրը նրա փրկությունն էր, նրա նպատակը։ Մարինեն երբեք չվերադարձավ Էդուարդի մոտ։ Նա երբեք չդադարեց հեռվից հիանալ նրանով, հարգելով այն հեռավորությունը, որը նա պահպանում էր։ Նրանք ոչ ավանդական, բայց ֆունկցիոնալ ընտանիք էին։ Նրանք միասին նշում էին Գաբրիելի ծննդյան օրերը, կողք կողքի գնում էին դպրոցական ներկայացումների, միասին կարևոր որոշումներ էին կայացնում որդու մասին։ Նրանք քաղաքավարի էին, հարգալից, նույնիսկ ընկերական։ Բայց ռոմանտիկան մնացել էր հետում, թաղված իրենց հին տարբերակների հետ միասին, որոնք այլս գոյություն չունեին։ Գաբրիելը մեծացավ, իմանալով, որ իր ծնողները միասին չեն, բայց որ երկուսն էլ նրան անվերապահորեն սիրում էին։ Նա երբեք ոչ մի բանի պակաս չզգաց, ոչ նյութական, ոչ էմոցիոնալ։ Նա ուներ մարտիկ մայր, ով նրան սովորեցրեց ուժի արժանապատվության մասին, զղջացող հայր, ով նրան սովորեցրեց, որ երբեք ուժ չէ փոխվելու, աճելու, ավելի լավ լինելու համար։ Տարիներ անց, երբ Գաբրիելը 8 տարեկան էր, դպրոցական շարադրություն էր գրում հերոսների մասին, նա գրեց երկու մարդու մասին, իր մոր, ով ամեն ինչի դիմակայել էր մենակ հաղթել, իր տատիկ Հեղինեի, ում նա թե շատ չէր հիշում, բայց պատմություններից գիտեր, որ մարդկային կերպարանքով հրեշտակ էր եղել։ Էդուարդը կարդաց այդ շարադրությունը լացեց։ Ոչ թե տխրությունից, այլ հպարտությունից։ Իր որդին ճիշտ արժեքներ ուներ։ Մարինեն բացառիկ աշխատանք էր կատարել։ Եվ Մարինեն, կարդալով նույն շարադրությունը, ժպտաց արցունքների միջով։ Նա հասել էր դրան։ Բոլոր հնարավորություններից դուրս, նա մեծացրել էր բարի, քնքուշ, ուժեղ մարդ։ Հեղինեն հպարտ կլիներ։ Եվ Մարինեն հպարտ էր իրենով։ Կյանքը նրան չէր տվել այն հեքիաթային ավարտը, որը նա պատկերացրել էր երիտասարդ սիրահարված ժամանակ։ Բայց նա ստացել էր ավելի լավ բան, աճ, ուժ, անկախություն, հրաշալի որդի, մեծացրած սիրով արժանապատվությամբ։ Նա սովորել էր, որ իրեն լրացնելու համար տղամարդու կարիք չունի, որ ինքնին արժեք ուներ, որ կարող էր գեղեցիկ կյանք կառուցել մենակ։ Էդուարդը սովորել էր, որ իշխանությունն ու փողը դատարկ են, առանց սիրո մարդկային կապի։ Որ նա ոչնչացրել էր լավագույն բանը, որ երբեք ունեցել էր, անցյալի ուրվականներին հետապնդելով։ Որ փրկությունը չի գալիս մեծ ժեստերով, այլ մշտական ներկայությամբ, ավելի լավ լինելու ամենօրյա ընտրություններով։ Եվ այսպես յուրաքանչյուրն իր ճանապարհին, բայց կապված Գաբրիելի հանդեպ ունեցած սիրով, Մարինեն Էդուարդը գտան ոչ թե ավանդական երջանիկ ավարտը, այլ գուցե ավելի արժեքավոր բան, խաղաղություն, գտնելով, թե ովքեր էին իրականում, ցավի միջով աճելով, սովորելով, որ իսկական սերը երբեմն նշանակում է բաց թողնել, հարգել, աջակցել հեռվից։ Արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն գույներով։ Մարինեն պատշգամբում բռնած էր թեյի բաժակը դիտում էր Գաբրիելին, որը խաղում էր շենքի դիմացի այգում, Էդուարդի հսկողության տակ։ Դա պարզ, առօրյա տեսարան էր, բայց լի իմաստով։ Երեք կյանք, միահյուսված ոչ թե ռոմանտիկ գրքով, այլ ավելի մնայուն բանով, հարգանքով, փոխադարձ աճով մի երեխայի հանդեպ կիսված սիրով, ով երկուսի լավագույնն էր։
Մարինեն ժպտաց, ձեռքը դրեց սրտին լուրջ շշնջաց շնորհակալություն Հեղինեին, որտեղ էլ որ նա լիներ։ Որովհետև հենց այդ զարմանալի կինն էր, պատահաբար հանդիպած օդանավակայանում, ով նրան ցույց էր տվել ճանապարհը։ Ով նրան ուժ էր տվել նորից սկսելու։ Ով ապացուցել էր, որ ընտանիքը ոչ միայն արյուն է, այլ ընտրություն, ներկայություն, անվերապահ սեր։ Գիշերն էր ընկնում, բայց Մարինեն վախ կամ մենակություն չէր զգում։ Նա իրեն լիարժեք, ուժեղ էր զգում, պատրաստ այն ամենին, ինչ գալու էր։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, որ իսկական երջանկությունը չի գալիս մեկի կողմից սիրված լինելուց, այլ իրեն բավականաչափ սիրելուց, որպեսզի երբեք չընդունես պակաս, քան արժանի ես։ Եվ Մարինեն գիտեր, իր էության ամեն մի մանրաթելով, որ ինքն արժանի է աշխարհին։ Եվ նա կառուցում էր այդ աշխարհը, օր առ օր, իր սեփական ձեռքերով։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի, Էդուարդի Հեղինեի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք այս քաջ կնոջ հաղթահարման ճանապարհով, սկեսուրի անվերապահ սիրով, ով մայր դարձավ, մի մարդու վերափոխմամբ, ով գրեթե ամեն ինչ կորցրեց, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա պատահական հանդիպումն էր օդանավակայանում։ Մարինեի ուժը, նորից սկսելիս։ Էդուարդի ուշացած փրկությունը։ Թե Հեղինեի սերը, որը միավորեց բոլորին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ստիպում են մեզ մտածել սիրո, ներողամտության, ուժի նոր սկիզբների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել այն ընտրությունների մասին, որոնք մենք կատարում ենք, այն հետանքների մասին, որոնք կրում ենք,